Մենք ոչ թե ուզում ենք ծառայություն մատուցենք մի խումբ մարդկանց, այլ մենք դիտում ենք դպրոցը որպես հանրության համար քաղաքացի պատրաստելու, երկրի համար մարդ պատրաստելու գործիք։ Այնքան դժվար է, օրինակ իմ տղան հիմա 5 տարեկան է, ու մենք արդեն կամաց պետքա զբաղվենք դպրոցի ընտրությամբ։ Սա բոլոր դպրոցների տնօրենային ոդկասթը կա։ Մեր երեխաներին, չասեմ շատ ենք սիրում, մի քիչ սխալ ենք սիրում, մի քիչ գերապեկայի մեջ ենք։ Փորձում ենք բոլոր խնդիրները իրենց փոխանեն շատ անգամ լուծել, հանկարծ որևէ խնդիրների չբախվեն, պատասխանատվություն չկրեն։ Իսկ այդ մոդելը ոնց եք մշակի, որ համ ծնողները պետքա ինտերվյու տան համ երեխեն։ Այդտեղ ի՞նչն եք փորձում հասկանալ, համապատասխանատվությունը, արժե համակարգին ի՞նչն է նպատակը։ Եթե օրինակի համար դպրոցի արժև խնդիր դրվի բուհ ընդունվելը, լավագույն տարբերակը բուհում հայտնվելու դա ռեպետիտորն է։ Բայց դա խնդիր է պարզապես բուհ ընդունվելու, ոչ թե կյանքում կայանալու։ Աֆրիկայի ես վերջերս մի հատ նախարար կար, չէ, որ կոռուպցիայի մասին, ասում է կոռուպցիան շատ վատ է, եթե ես մեջ չկամ։ Բարև ձեզ, ես Նարեկ Ամիրխանյանն եմ և դուք լսում եք Rearrange podcast-ը։ Այսօր մեր հյուրն էր AIB դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։ Դավիթի հետ զրուցել ենք կրթության, AIB դպրոցի դաստիարակության, պրոպագանդայի, պատմության, մշակույթի, արժե համակարգի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Գիտելիքը ուժ է, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր կենսաթոշակային խնայողություններին։ Ամունձի ԱԳԲ-ն կարևորում է թափանցիկ տեղեկատվության հասանելիությունը, որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես են կառավարվում ձեր կենսաթոշակային ֆոնդերը։ Այդ իսկ պատճառով թափանցիկությունը ու իրազեկ ներդրող կրթելը իրենց առաքելության մի մասն է։ Այցելեք ամունձի agba.am տեսնելով ամեն ինչ նրանց հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամուտային ֆոնդերի ներդրումների մասին, մանրամասն բաշխվածություններով ըստ ոլորտի, տարածաշրջանի, արժույթի և վարկանիշի։ Նրանք հրապարակում են եռամսյակային հաշվետվություններ և ամսական տեղեկատվական թերթիկներ շուկայական տեղաշարժերի մասին ֆոնդերի կառավարիչների փորձագիտական մեկնաբանությամբ։ Համեմատեք 3 ֆոնդերը նախքան ընտրելը։ Վերահսկեք ձեր ֆինանսական ապագան պարզ, ազնիվ տեղեկատվությամբ։ Իմացեք ավելին ամունձի agba.am կայքում։ Գնացինք։ Դավիթ ջան, ո՞նց ես։ Լավ։ Ոնց է գործերը։ Աշնանային։ Արագ փոխվեց, չէ՞ եղանակը։ Հա, միանգամից։ Հատկապես ես երեք արձակուրդից վերադարձա, միանգամից այսօր մտա ասենց աշխատանքային ռեժիմի մեջ։ Իսկ որտեղից եկար։ Հունաստանից, այնտեղ արևը մի քիչ շատ է։ Հատած 2 շաբաթ առաջ ես Կիպրոսից եկա։ Միանգամից էլի նես տպավորություն էր, որ եղանակը շատ է փոխվել, բայց դե ամեն տարի անսպասելի գալիս է, չէ՞, աշունն ու ձմեռը։ Նես տպավորությունը ոնց որ չգիտենք, որ եղանակները փոխվել է։ Չէ, բայց լավ աշնանային օր էր այսօր։ Հա, միանշանակ։ Ես աշունը շատ եմ սիրում։ Դպրոցի գործերը ոնց են։ Արդեն նոր դասարաններ եկել են, կյանքը սկսել է ակտիվ, հա։ Հա, դե եթե այդ արձակուրդի թեման շարունակելով, ասենց մեծ առաջի օրը մոռացա որ արձակուրդում են, որ կստացի հիշեցի։ Գործերը բուրն են։ Դե դպրոցը միշտ է բուրն, ամեն ինչը, ինչ որ տեղ է ունենում, երբեք ոչ մի բանը չի կրկնվում։ Դու երբեք չես կարողանում քո օրը պլանավորես, ինչքան է պլանավորես, մեկ է երեխաները թե մտքին ուրիշ բան են դրել, շարժվելու ես իրենց պլաններով, տենց որ ամեն օրը գալիս ես այն հույսերով, որ ինչ որ բան պետք է անես, դրա մի 10-20%-ը երևի կհաջողացնես անել։ Ինչի է տենց։ Երեխաները իրենց կյանքով են ապրում, մեկ-մեկ որ ասում են, ես ընդհանրապես ոչ առևտրային կազմակերպությունների շատ հետապնդող կազմակերպությունների ոլորտը եկել եմ բիզնեսի ոլորտից, իմ խորհրդատվական տրեյնինգային ընկերությունը ունեի, բիզնես խորհրդատվությամբ եմ զբաղվում։ Ու կողքից միշտ մտածում էի, որ բիզնեսը լուրջ է, հասարակական կազմակերպությունները, ոչ առևտրային գործունեությունը այդքանը շավլի թեթև։ Շատերից մոտ այդտեղ է։ Հա, հետո իրականում երբ որ եկա ոչ առևտրային կազմակերպություն, հասկացա, որ բիզնեսում ամենից շատ պարզ է, ավելի, որտեղ կա հաճախորդ ունի խնդիր, դու ունես խնդրի լուծում, գումարի դիմաց այդ ամենը անում ես։ Ոչ առևտրային կազմակերպություններում կա մարդ, ով ունի խնդիր, բայց գուցե դրա մասին չգիտի կամ դրա լուծման տարբերակը չունի կամ դրա ֆինանսավորումը չունի, կան մարդիկ, ովքեր գումար ունեն, բայց խնդիրը չունեն,
հա ու դու միջնորդ ես, որը պետք է կարողանաս այդ ամենը կազմակերպես, առաքելություն իրականացնել ու նաև գտնել մարդիկ, ովքեր պատրաստ են առաքելության համար եւ շահառուների համար գումարներ հատկացնել, ու մի հատ էլ դու հələ հաշվետու ես ողջ հասարակությանը, որտեղ քո գործունեությունը բաց պետք է լինի։ Ու մտածում եմ դա երևի թե բարդության ամենայն վերին մասն է, երբ որ եկա դպրոց, հասկացա դպրոցից բարդ երևի կառույց չկա, որտեղ դա գործարանի մեկ է կրկեսի համադրումը։ Գործարանի ու կրկեսի։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է իր սպეციფიკայով եւ այլնով, ու ես մեկ օրինակ եմ վերում, ասենք ոնց է, ասենք մեկ որ բիզնեսի ոլորտի մարդկանց հետ խոսում ես, ասենք ասում եմ հիմա ասենք դու բաժակ ես արտադրում։ Ասենք հիմա պատկերացրու մեր բաժակները տրամադրություն ունեն, մեր բաժակները անհատականություն ունեն։ Այսօր լավ են զգում, վաղը վատ են զգում, այսօր ոչ ինչ արություն անեն։ Այսինքն այս տեսանկյունից դու աշխատում ես մարդկանց հետ եւ դու անընդհատ պետք է հասանելի լինես, անընդհատ պետք է երեխաների հետ, ծնողների, ուսուցիչների հետ շփման մեջ լինես եւ որդ նաեւ ըստ այդ պլանավորես։ Ու դրա համար այդ ծնողների հետ էլա չէ դժվար աշխատել։ Հետաքրքիր, sense ասեմ։ Դժվար կամ հեշտ բառեր չօգտագործեմ։ Ինչ առումով հետաքրքիր։ Յուրաքանչյուր անհատ են։ Յուրաքանչյուր անհատ ունի իր սպասելիքները, իր պատկերացումները։ Մենք յուրաքանչյուրս մեր ընտանիքում ոնց է, ասենք, ունենք մեր ճշմարտությունները, մեր խաղի կանոնները դրված, հա, բայց երբ որ ընտանիքը մի քիչ մեծ է, մամայից ու պապայից բացի, չգիտեմ, երկու երեխա են, արդեն կանոնները սկսում են փոխվել։ Իսկ այդտեղ պատկերացրեք, ասենք, մի քանի 100 ընտանիք, ամեն մեկը իրենց ճիշտն ու սխալով հավաքում են մեկ տեղում, այլ որոշել հիմա այս իրավիճակում որն էր ճիշտ, որն էր սխալ, շատ ավելի բարդ է։ Սովորաբար կրթության մեջ այն ամենահեշտ մասը, երբ որ 2-ին գումարած 2-ս, բոլորս ոնց որ թե կպայմանավորվենք, որ 4 է։ Բայց այն ինչ որ վերաբերվում է մարդկային փոխհարաբերություններին, լավ ու վատին, լուծման հնարավոր տարբերակներին, խնդիր այստեղ կա թե չկա, այս մեկը լուծում է թե լուծում չի, այստեղ պետք է բանակցել, պայմանավորվել, ու դա երևի թե եւ ամենաբարդն է, եւ ամենահետաքրքիրն է, եւ երևի թե առաքելության ամենակարևոր մասն է։ Ամեն օր մենք օգտվում ենք տարբեր on-line հարթակներից։ Մի քանի անգամ մուտք ենք գործում մեր բջջային հավելվածները, կատարում գործարքներ։ Այժմ ամեն գործարք դարձել է առավել անվտանգ եւ արագ eMID-ի հետ։ eMID-ով դուք կարող եք գրանցվել եւ դառնալ հաճախորդ մի շարք հաստատություններում ընդամենը մեկ հպումով, առանց երկար հերթերում սպասելու։ Կարող եք մուտք գործել տարբեր հարթակներ առանց մուտքանունների եւ գաղտնաբառերի։ Առավել հեշտ եւ անվտանգ։ Վայրկյանների ընթացքում հաստատել եւ կատարել գործարքներ, ստորագրել փաստաթղթեր ձեր իսկ սմարթֆոնով լիարժեք իրավական ուժով։ Ձեռք բերեք ձեր eMID-ին ձեզ սպասարկող բջջային օպերատորի մասնաճյուղերից։ eMID ձեր թվային համաբանալին։ Մանրամասների համար սկանավորեք QR կոդը էկրանին կամ այցելեք emid.am վեբկայք։ Իսկ ծնողները, որ կրթության համար վճարում են դպրոցում, դա փոխում է վերաբերմունքը կամ պահանջարկի աստիճանը։ Ծնողների մոտ թե դպրոցի մոտ։ Երկուսն էլ։ Դե որոշ չափով երևի թե այո, բայց ես կարծում եմ կրթական համակարգում ամենակարևոր բանն է, որ դու կարողանաս դպրոցը դարձնես անկախ ծնողների վճարունակությունից կամ վճարումներից։ Այդ երևի թե ամենաբարդ կոմպոնենտներից մեկն է։ Ու եթե մի քիչ հետ գնամ, երբ որ համարյա շուտով արդեն 20 տարի կլինի ճայբը գոյություն ունի, 20 տարի կա արդեն։ Դպրոցը 11-ին ենք բացել, հիմնադրամը 2006-ին ենք բացել եւ սա 2006-ի փետրվարին կնշենք 26-ի փետրվարին 21-ը կնշենք։ Հա, եւ դպրոցի 15-ը, հա։ Երբ որ մենք ստեղծում էինք դպրոցը, այն ժամանակ երևի թե գաղափարը թե ինչից է ամեն ինչը, հա, եղավ, երբ որ մենք մտածում էինք, որ դպրոցը պետք է զբաղվի կրթությամբ, պետք է կրթի մարդ։ Մենք պես հարց տվեցինք, իսկ ով է կրթության պատվիրատուն, որովհետև մի քիչ երևի ավելի հետ գնամ, եթե առաքելությունից գնամ, որովհետև 2006 թվականին մի խումբ ընկերներ, երբ որ իրար հետ հավաքվում էին ու փորձում էին հասկանալ, թե ինչով կարող են օգտակար լինել այն ժամանակ դեռ 15 տարեկան Հայաստանի Հանրապետությանը,
բոլոր եկան այն եզրահանգման, որ ամեն ինչին հասել են իրենց կյանքում, հասել են կրթության շնորհիվ, եւ եթե մենք ուզում ենք լավ երկիր, ուրեմն պետք է ունենանք լավ կրթված սերունդ, որ պատասխանատվություն կստանձնի։ Այսինքն դու ապագա սերունդ պետք է կերտես, որը այդ պատասխանատվությունը կստանձնի։ Եվ այն ժամանակ մեր արժեվ խնդիր դրեցինք, ասացինք, օքեյ, եթե մենք ուզում ենք դա անենք, ուրեմն պետք է սկսենք առնվազն դպրոցից, որտեղ ոչ միայն գիտելիք է ստանում, այլ նաև արժեհամակարգ է ձևավորում, որպես մարդ է ձևավորվում։ Եվ այս պարագայում մեր համար շատ երբ որ հարց տվեցինք իսկ ով է կրթության պատվիրատուն, որտեղ վերջո դու մարդ ես արտադրելու, մի կողմից տրիվիալ հարց է, որ միանգամից պատասխանը գալիս է, որ երևի թե հենց անհատն է, հա, ընտանիքն է, ծնողն է, երեխան է, որտեղ ինքն է ինչ որ ակնկալիք ունի կրթությունից։ Մյուս կողմից, եթե դա այդպես է, ինչի են բոլոր երկրներում կրթությունը ամենա երևի թե վերահսկվող ոլորտներից մեկն է։ Լիցենզավորվող, հա, տեսչական ստուգումներով, հստակ չափորոշիչներով, թույլատրվող գրականությամբ եւ այլն, հա։ Այսինքն պետությունը եւս ունի իր ակնկալիքը կրթական համակարգից եւ մենք բոլորս որպես հասարակություն մենք եւս սպասելիք ունենք այն աշակերտից կամ շրջանավարտից, որը դպրոցից դուրս կգա, թե ինչպիսին ինքը պետք է լինի։ Եվ միշտ չի, որ անհատի, պետության եւ հասարակության սպասելիքները համընկնում են։ Հա։ Ու շատ անգամ կարող է լրիվ տարբեր լինի, հա, ես կարող եմ օրինակի համար, չգիտեմ, ենթադրեմ, որ ես ուզում եմ իմ երեխան սովորի Անգլիայում դառնա ֆիզիկոս, այդ դեպքում հարց է, իսկ ինչի ինքը պետք է օրինակ հայերենով կրթությունը անցնի դպրոցում, ինչի ֆիզիկան պետք է հայերեն սովորի, եթե ինքը անգլերենով պետք է շարունակի։ Բայց պետությունը ասում է, չէ, դու հայկական դպրոցում պետք է կրթությունը անցնես հայերեն լեզվով։ Եվ այս հակասությունները որոշ ժամանակ եւս կան ու դրա համար կրթության մեջ եւ դա մեր օրենքով էլ արձանագրված եւ ոչ միայն մեր երկրի, այլ նաեւ ֆիքսում է, որ կրթությունը պետք է այդ 3 կողմերի շահերը միաժամանակ բավարարի եւ հասարակության, եւ պետության, եւ անհատի։ Եվ այդ բախման կետում դու ոնց որ պետք է գտնես այդ կրթության կառուցման ձևաչափը, որպեսզի դու պատրաստես քաղաքացի տվյալ երկրի։ Եվ ցանկացած երկիր իր երկրի քաղաքացուն է պատրաստում կրթական համակարգի միջոցով։ Եվ այն ժամանակ, երբ որ մենք մեզ այդ հարցը տվեցինք, թե պատվիրատունով է, եկանք մեր համար հենց այդ բանաձևին, որ կրթությունը չի կարող լինել, հատկապես հանրակրթությունը, ինքը չի կարող լինել բիզնես։ Ապրիորի չի կարող լինել, դա մեր հավատամքն է։ Որտեղ ոնց որ այն օրինակը բերեցի, որտեղ տեսեք օրինակ հաշվապահական հաշվառման դասընթացները կարող են լինել բիզնես։ Ես կարիք ունեմ մի բան սովորելու, հա, ես դրա համար վճարեցի, դուք ինձ սովորացրեցիք։ Քանի որ այստեղ այն որպես անհատ, եթե ես մի կրթություն պետք է ստանամ դպրոցից, ակնկալիքը ոչ միայն իմն է, այլ նաև պետության եւ հասարակության, թե ինչպիսին ես կլինեմ, այստեղ հետաքրքրվածները շատ ավելի շատ են։ Եվ այս տեսանկյունից կրթությունը դառնում է առաքելություն, այլ ոչ թե պարզապես ծառայություն, մատուցում։ Եվ ցանկացած դպրոց ինքը զբաղվում է մարդակերտմամբ։ Եվ ցանկացած դպրոց պետք է ոչ թե պարզապես մեկ հոգու, ասենք անհատի կարիք բավարարի, այլ շատ ավելի լայն իր առջև խնդիր դնի։ Անշուշտ կան համակարգեր, օրինակ միջազգային կրթական համակարգերը, իրենց պատվիրատուն անհատն է։ Իրենք պատրաստում են մարդ աշխարհի համար։ Հա, ասենք, եթե գնանք Խորհրդային Միություն կամ Հյուսիսային Կորեան գնանք, Հյուսիսային Կորեայում հիմնական դոմինանտը կրթության պատվիրատուի դա պետությունն է, որը ակնկալում է այն մարդուն, որը իր համար հարմար կլինի։ Բայց եթե մենք խոսանք իդեալական կամ ցանկալի տարբերակի մասին, զարգացած երկրների մասին, այդտեղ այդ եռամիասնությունը կա, երբ որ երեքի կարիքների բավարարում միաժամանակ պետք է լինի։ Եվ սա է նաև պատճառը նրա, որ ամբողջ աշխարհում հարակրթությունը նաև պետական ֆինանսավորման ու պետական հոգացության ներքո է գնում, որտեղ դու պատրաստում ես քաղաքացի։ Շատ անգամ օրինակ այդ հարցը տալիս են, ինչ տարբերություն։ Հիմա եթե մենք օրինակ առարկաներով նայենք, ամբողջ աշխարհում առարկաները գրեթե նույնն են։ Կարող է լեզուն տարբերվի, պատմությունը մի քիչ կտարբերվի, բայց մնացած առարկաները գրեթե նույնն են։ Մի թեման մի քիչ շատ կանցնել, մյուսը չեն անցնի, բայց նույնն է գրեթե։ Բայց չինական դպրոցից դուրս է գալիս չինացի, անգլիական դպրոցից դուրս է գալիս անգլիացի։ Դե միջավայրն էլ չի մեծացություն, հա։ Մենք սովորաբար կրթության մեջ օգտագործում ենք տերմին, որը ասում ենք կրթության ճարտարապետություն։ Այսինքն այդ հիմքը ո՞նց է դրվում։
ճարտարապետության, թե Չէ, այդ կրթական ճարտարապետություն։ դե հիմա հենց դրա համար եմ ասում, ճարտարապետության մասով եթե նայենք, այսինքն ո՞նց է լինում։ Օրինակ, ճարտարապետության մեջ կան շինանյութ, կան շինարարական տեխնոլոգիաներ։ Բայց ինչ որ մի ճարտարապետ այդ քարից եւ բետոնից ինչ որ տեխնոլոգիա կիրառելով սարքում է մզկիթ, մյուսը կառուցում է տաճար։ Ինչը փոխվեց։ Քարը նույնն է, տեխնոլոգիան նույնն է։ Ճարտարապետի ընկալումը։ Ճարտարապետի ընկալում, այն գաղափարախոսությունը, որ ինքը դրվել է, այն փոխկապակցվածությունը է ամբողջ տեխնոլոգիաների եւ նյութերի, որ ինքը իր առջև դրել է։ Այսինքն խնդիրը ոչ թե էլեմենտների մեջ, այլ էլեմենտների միասնականության մեջ։ Դա համար նույնը կրթության մեջ է։ Մենք երբ որ նայում ենք, հա դե մաթեմատիկա է, անցնում ենք եւ Չինաստանում, եւ Հայաստանում, եւ Անգլիայում։ Դե ֆիզկուլտուրա է, էլի անցնում ենք, այս մյուսը անցնում ենք, հա, բոլորը գրեթե նույնն է։ Բայց ո՞նց ես դու այդ ամենը կազմակերպում եւ ինչ նպատակ ես քո առաջ դնում։ Այդ դա ձևավորում է եւ թելադրում է այն վերջնական արդյունքը, որին դու կգնաս ու վերջում դու կստանաս մզկիթ, թե կստանաս տաճար։ Այս տեսանկյունից այն հարցի ամենասկզբին վերադառնալով, իսկ ծնողների վճարանակությունը հասնում է թե չէ, մի քիչ հեռվից սկսեցի։ Չնայած կարծում ֆորմատը երկար բաները թույլ է տալիս, հա։ Եթե մենք դրան գնանք, այսինքն մենք այն ժամանակ հենց մեր համար գաղափարը հետեւյալն է։ Մենք հասկացանք, որ մենք ոչ թե ուզում ենք ծառայություն մատուցենք մի խումբ մարդկանց, այլ մենք դիտում ենք դպրոցը որպես հարության համար քաղաքացի պատրաստելու, երկրի համար մարդ պատրաստելու գործիք, որտեղ ծնողը գործընկեր է, որը եւս ունի իրավունքներ եւ պարտականություններ, եւ ինքը ինչպես եւ դպրոցը ակնկալում է, որ երեխան ակետից կհասնի բեկետ։ Ես եթե ծնողի փիլիսոփայությունը չի համապատասխանում, ուտեղից է գալիս է երևի բողոքները, հա։ Ուտեղից էլ գալիս է դպրոցների բազմազանությունը։ Ուտեղից յուրաքանչյուր ծնող ընտրում է իր ցանկություններին մաքսիմալ համապատասխան կրթական համակարգ։ Այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ, համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group հիմքը վստահություն է, ապագան տվյալներ։ Բայց այդ այնքան դժվար է, օրինակ իմ տղան հիմա 5 տարեկան է, ու մենք արդեն կամաց պետք է զբաղվենք դպրոցի ընտրությամբ։ Սա բոլոր դպրոցների տնօրենային ոդկասթը կանչել։ Ու շատ դժվար է, որովհետև դու կարծիք ես հարցնում ուրիշ ծնողներից շատ անգամ ու հասկանում ես, որ այդ շատ սուբյեկտիվ է։ Շատ սուբյեկտիվ է ու կարա ընդհանրապես այն դպրոցի մասին չլինի, որը չգիտեմ, շատ կախված է ծնողը, ինչ հարաբերություն է ունեցել, ինչ սպասումներ ունեցել դպրոցից, չգիտեմ, իր սեփական զավակից, ըստ դրա էլ իր ֆիդբեքն է, որը կարա ընդհանրապես քո դեպքում սխալ լինի ու դա շատ բարդացնում է դպրոցի ընտրությունը։ Հա։ Բայց մյուս կողմից նայեք, օրինակ իմ մոտ default-ով չի գալիս այն ընտրությունը, որ երեխուն տանեն պետական դպրոց։ Ինչի՞։ Չգիտեմ։ Այ կուզեի այդ թեմայով ձեր հետ խոսեմ։ Ակնկալում։ Կարող է սխալ եմ ասում, բայց իմ մոտ լավ կրթությունը պետական դպրոցի հետ չի ասոցացվում։ Ու ես ասում եմ, կարող է շատ սխալ։ Ես էլ եմ հավատել։ Բայց իմ կարծիքով այս տարիների ընթացքում այդ դպրոցների որակը զգալիորեն ընկել է։ Այստեղ պետք է հասկանալ որակը ինչ է։ Ոնց են մատուցում առարկաները, ինչ արժե համակարգով են այդ դպրոցները շարժվում, նաև ինչ են ակնկալում, ոնց են այդ ամեն ինչը պահանջում երեխուց, ինչպես են երեխու հետ աշխատում, արդյոք այդ երեխեքը ուսանողները ուզում են գնան դպրոց թե չէ։ Օրինակ նայեք, մեր մենք մանկապարտեզը շատ գոհ ենք, որովհետև երեխան շատ հաճույքով գնում է ու գալիս է գիտելիքով։ Գիտելիքը ո՞նց եք ստուգում։ Հաշվել է սովորում, հետաքրքիր նոր թեմաներ է սովորում, նոր լեզուներ է սովորում։ Ինչ որ օրենքով արգելված մանկապարտեզում իրականացնել։ Ինչի՞։ Որովհետև դե հիմա ինչի է տես թե ինչ է տես չի պետական քաղաքականության մեջ չմտնեմ, բայց պետական քաղաքականությունը նաև հենց այն ինչ որ խոսում է, որ ինքը խիստ վերահսկվող է եւ լիցենզավորվող է, նաև դրա համար է, որպիսի շատ բաներ հաշվի առնվեն
երեխայի մանկավարժությունից ելնելով տարիքից, հոգեբանությունից, կրթության շարունակականությունից, этаպներից, հա, ու ամեն ինչը չլինի ծնողի ցանկության վրա հիմնված, որովհետև միշտ չի որ ծնողը մասնագետ է, եւ նաեւ կախված չլինի կոնյունկտուրայից կամ բիզնեսից։ Հա, եւ դրա համար օրինակ պետությունը ոչ միայն մեր մոտ, ամեն տեղ, հա, շատ բան է մեջ խառնվում ու ասում է օրինակ իմը չգիտեմ, այս մասը պարտադիր է, այս մասը պարտադիր չի, ենթադրենք այստեղ երրորդ լեզու, եթե ուզում ես անցնես, պետք է այս տարիքից հետո անցնես, իսկ օրինակ իմը մանկապարտեզում օտար լեզու պետք է չանցնես, հա, օրինակի համար, որովհետև գտնում է, որ դա երեխային տարբեր պատճառներով, հա, հարմար չի։ Բայց այդտեղից հենց գալիս է անհատի ու պետության խնդիրը բախումը, ինչի իմ երեխան ինչ պետք է սովորի, պետությունը պետք է որոշի, որը ոչ կոմպետենտ է համարյա ամեն ինչում ինչը ինքը անում է։ Շնորհակալություն։ Դրա համար ստեղ ես խոսում եմ 3 բանի մասին։ Մենք խոսում ենք անհատի, մենք խոսում ենք պետության եւ հասարակության։ Հասարակությունը շատ անգամ նաեւ համախմբվում է հասարակական կազմակերպությունների, մասնագիտական խմբերի եւ այլն, եւ ինքը պետք է ինչ-որ չափով, կամ ոչ միայն ինչ-որ չափով, այլ իրականում հավասարակշռի ու ազդեցություն ունենա պետական քաղաքականության մեջ։ Ու այսօր եթե մեր հասարակությունն նայենք, դրա համար կա, չգիտեմ, դասավանդիր Հայաստան, դրա համար կան մասնավոր շատ դպրոցներ, ինչպես Այբնա, կա Թումո, կա Կոավ ու շատ տարբեր ծրագրեր, որը այդ բացը լրացնում են։ Կան հասարակական կազմակերպություններ կամ, չգիտեմ, ուսուցիչների համախմբում եւ այլն։ Այո, բայց նաեւ շատ բաներ կա, որ չկա։ Հա, այսինքն նույն ասենք մասնագիտական, մեթոդական կառույցներ, որոնք կարող են անաչառ կողմնա ասած ասեմ կողքից մասնագիտական կարծիք հայտնեն այս այն բանի վերաբերյալ, հա, որովհետեւ տեսեք, ամեն մեկը իր խնդիրն է լուծում։ Պետությունը ու իր խնդիրները լուծելու։ Եկեք, ասած ասեմ, մի փոքր հեռանանք Հայաստանից, գնանք, չինեմ, Ֆինլանդիային նայենք, որ ասած ֆինական հրաշքի կրթական շատ են խոսում, հա, այնտեղ էլ կան եւ անհատներ, որոնք գտնում են իրենց երեխային մնիշնա լավ իշնավատ եւ միշտ չի որ դա համակնում է ֆինական բոլորի կողմից ընդունված կրթության մոտեցումների հետ, հա, կա պետական քաղաքականությունը այդ երկրի, բայց նաև միևնույն ժամանակ կան մասնագիտական կառույցներ, կան հասարակական խմբեր, որոնք դրա վրա ազդեցություն են ունենում։ Եվ այս դիսկուրսի մեջ, ասենց ասեմ, հա, ծնվում է ճշմարտությունը, որովհետև տեսեք, ես հիմա ծայրահեղությունը, հիմա ես ծնող եմ, օրինակ եմ, ես որոշում եմ, որ իմ երեխան իսկ ինչի չպետքա ծխի օրինակ 7 տարեկանում։ Հիմա դուք դրա հետ ո՞նց եք, լավ եք թե վատ եք։ Պետությունը պետքա դրանում խառնվի թե ոչ։ Այդ չգիտեմ, թվում է թե հեշտ է այդ հարցին պատասխանել, բայց այդքան է հեշտ չէ այդ հարցի պատասխանը։ Հիմա ես ասենք ենթադրեմ, ես բան եմ, ես վեգան եմ օրինակի համար, տենց չեմ, ես միշտ սիրում եմ։ Ու որոշում եմ, որ երեխաներս պետքա միշտ չուտեն օրինակի համար։ Կամ ասենք օրինակ, չգիտեմ, որոշում եմ, որ երեխաներս պետքա զբաղվեն ինչ որ գործով, չգնան դպրոց, գան հետս հանդեր կովերին նայելու, որովհետև դա այսօր ավելի տնտեսապես արդյունավետ է։ Բայց տենց է անում են շատ ծնողներ։ Հա, բայց պետությունը հիմա օրինակի համար ունի հստակ հաշվառման կրթությունից դուրս մնացած երեխաների գտնում է հետևներից գնում է եւ ծնողին դրա համար տուգանքել է հասնում, կիրառման մեխանիզմներ էլ ունի, որպեսզի երեխային վերադարձնի կրթական դաշտ։ Այսինքն այս տեսանկյունից ընդհանրապես կրթությունը հետաքրքիր բան է, հա, ասեք սահմանադրությամբ գրված է, որ մի հատ արստավ էլի ընդհատեմ կներեք, Հայաստան homeschooling չկա։ Չէ։ Օրենքով արգելված։ Homeschooling-ը հայերեն տնային կրթություն։ Հետաքրքիր է, որ չկա։ Չէ, Հայաստանում չկա։ Ու տարբեր հիմնավորումներ կան, թե ինչի չկա, բայց ամեն դեպքում չկա։ Մեր մոտ երեխան պետքա ֆիզիկապես ներկա լինի դպրոցում։ Ու հիմա մեխանիզմները այնպիսին է, որ դրանից խուսափելը գրեթե անհնար է, որովհետև հաշվառման համակարգերը, բազաների կենտրոնացվածությունը պետական այդ հարցը լուծում են։ Հա։ Իսկական այսօր երեխան դպրոցից դուրս մնալ ֆիզիկապես ուղղակի կորել չի կարող ինֆորմացիան հասանելի է։ Այսինքն եթե ծնվել է ծննդական ունի, եթե ծնվել է Հայաստանի Հանրապետության արդեն քաղաքացիությունը ֆիքսված է, ինքը հաշվառման տակ է եւ եթե 7 տարեկան էլ լրացավ, պետքա գնա դպրոց, 6 տարեկան էլ լրացավ, պետքա գնա դպրոց։ Հասկացա։ Ոչ շուտ, ոչ ուշ։ Հա, այդ էլ շատերը դրանից էլ են բողոքում։ Այս վերջերս ծանոթներից մեկի հետ այդ թեմով ենք խոսում, որ ասում են մեր երեխան պատրաստ չի 6 տարեկանում գնա դպրոց։
Դե այստեղ տեսեք, իրականում լիքը բան կա, որովհետև շատ անգամ օրինակ նույն 12-ամյա կրթությանը որ անցան, ասենք շատ անգամ ասում են, որ սենց ուղղակի բռնեցին 10 տարին ձգեցին 12 տարվա։ Տենց է։ Որոշ տեղերում հայ ձեր ասած դպրոցներ կա, որովհետև դպրոցներ կա, դրա մեխանիզմները կամ չգիտեմ, նույն ուսուցչական պատրաստվածությունը կամ ֆիզիկական միջավայրի հնարավորությունները չունեն եւ ասենք հին ձևով ոնց որ աշխատում են 7 տարեկան երեխաներից սկսեցին աշխատել 6 տարեկան երեխաների հետ։ Հապես դպրոցներ կա, որ այդ թվում եւ պետական եւ մասնավոր, որոնք ավելի ճկուն են գտնվել եւ կարողացել են այդ փոփոխություններին գնալ։ Բայց ոնց է որ պետական դպրոցները տարբեր են։ Նույն ծրագրով չի ամեն ինչ։ Ծրագիրը նույնն է, բայց յուրաքանչյուր դպրոց ունի իր անձնակազմը, ունի իր ֆիզիկական պայմանները, ունի իր տնօրենը, ունի իր միջավայրը, մշակույթը, որը ձևավորվում է եւ ծնողների, եւ աշակերտների, եւ անձնակազմի կողմից։ Դրա համար ասում են, ես մի դպրոցը լավն է, մեկը վատն է։ Հա, ու իրականում մեկի համար, նայեք, ասենց ասեմ, այբ դպրոցը օրինակը վերցնեմ, ինչ որ մեկի համար մենք ամենալավ դպրոցն ենք, ու ինքը երջանիկ ավ երեխան մեր մոտ է սովորում, ինչ որ մեկի համար մենք վատագույն դպրոցն ենք, որը կարար պատահել իր կյանքում, հա, եւ ինքը փրկություն է համարում, երբ որ երեխային մեր մոտից տեղափոխել։ Դե երբ որ ձեզ կանչելուց առաջ պատրաստվում էինք էպիզոդին, ես ազնիվ ասեմ, երկու կարծիքն էլ լսել եմ, մարդիկ կային ասում են, այդ ամենալավ դպրոցն է, մարդ կա որ ասում են, տենց ձեռս ճարելնի դատի կտամ։ Կարևորը անտարբեր մարդիկ չլինեն։ Անտարբեր չէ։ Իրականում դա տենց։ Իսկ ինչի՞ է տենց։ Որովհետև տեսեք, էլի կամ մասնավոր դպրոցներ են մի հարցին, անդադ խոսափողն եմ խփում, կամ այն մի հարցին իսկ արդյոք ծնողները գումարով թելադրում են թե ոչ, հա, որովհետև աշխարհում մասնավոր կրթության մեջ ընդունված մի քանի մոդելներ կան։ Մոդելներ կան, որ հիմնված են նրա վրա, որ ծնողը ճիշտ է, ծնողը ծառայություն է։ Իրանք նույնիսկ ձևակերպում են կամ գրանցում են որպես շահույթ հետապնդող կազմակերպություններ, շատ անգամ այսինքն դա բիզնես է։ Այնտեղ գումարներ կան, ծնողները վճարում են, ծնողները հաճախորդ են, հաճախորդները իրենց ցանկություններն ունեն եւ այլն, բարձր որ կրթական տարբեր ծրագրեր կան, վերահսկողություն եւ այլն կա, բայց ծնողի ցանկությունը եւ ծնողի բարձր ծնողը չի կարող ամեն ինչ փոխել դպրոցում, հա, բայց շատ անգամ իր ցանկությունները եւ իր պատկերացումները կարան համընկնել այդ դպրոցի բարձ բաներից վերցնեմ, հա, օրինակի համար ծնողը ասում է, գիտեք, ինչ մենք գնում ենք արտ երկիր որոշ ժամանակով կլինի մի քիչ թեթև վերաբերվեք, հիմա դպրոցներ կա, որ ասում են այո։ Ու ծնողի համար դա ցանկալի բան է, որովհետև կարող է երեխան օրինակի համար, չգիտեմ, ֆուտբոլով զբաղվում օրինակի համար, եւ ասում են կլի դասերի չկա, գնա ֆուտբոլով, ասում ես դե լավ, օքեյ, թող դասերի չկա, գնա ֆուտբոլով զբաղվի, հա։ Ու ոնց որ տես հենց այդ win-win երկու կողմանի ընդունելի տարբերակ է, որ դպրոցին էլա ձեռ տալի, դա ծնողը վճարում է, ամեն ինչ նորմալ է, ծնողին էլա ձեռ տալիս, որտեղ ինքը ստանում է ինչ որ ստանում է, իր ակնկալիքները այդ դպրոցից բավարարված են։ Հիմա կրթությունը ինչքանով կտուժի, թե չի տուժի, արդյոք ամբողջական կլինի, թե ինքը կսովորի մենակ այն առարկաները, որը գտնում է կարևոր իր ենթադրենք բուհական ընդունելության ժամանակ, այստեղ կարա այդ ամեն ինչը բավարարվի։ Ու նման դպրոցներ աշխատում են նաև որոշակի շահութաբերությամբ աշխարհում։ Հա։ Կան դպրոցներ, որոնք կամ կրթական կազմակերպություններ, որոնք գաղափարական են։ Եվ իրենց համակարգը այնպես են կառուցում, հա, որ իրենք ունեն իրենց սկզբունքներն ու մոտեցումները եւ դրանցից կոնյունկտուրայից կամ ծնողի ցանկություններից կախված չեն շեղվում։ Հիմա այբը տենց դպրոց։ Այբը այդպիսի դպրոց է։ Հա, դա մենք էլ նույն համակարգը, երբ որ մենք գնացինք ոչ առևտրային որպես կազմակերպություն ստեղծելու, որպեսզի դպրոցը իր որոշումների մեջ առաջնորդվի բացառապես մանկավարժությամբ, այլ ոչ թե այլ մոտեցումներով, այսինքն մենք չենք ընդունում ինչ-որ մեկին դպրոց, որովհետև եթե չընդունենք, խնդիր կունենանք կամ թափուր տեղ եթե չլրացնենք բյուջեում այդքանով պակաս գումար կունենանք, կամ չգիտեմ, ասում եք դե լավ եկեք պայմանագիրը չդադարեցնենք, չնայած գտնում ենք, որ երևի թե պետք է դադարեցնել, որովհետև մենք ու ծնողը տարբեր ձև ենք պատկերացնում, օրինակ իջնալավ, իջնավ, հա։ Եվ այդ դեպքում ֆինանսական բեռը ոնց է լուծում դպրոցը։ Այբ դպրոցի եթե օրինակով գանք, այբ դպրոցի ծախսերը ստեղծման օրվանից մինչև հիմա գերազանցում են իր եկամուտները ամեն տարի։ Մենք ամեն տարի ունենք զգալի ֆինանսական գեփ եւ ամեն տարի մենք զբաղվում ենք fundraising-ով non-stop, որպեսզի այդ ճեղքվածքը փակենք։ Բարերարների օգնությամբ այդ մինուսը կոպիտ ասած բիզնես չէ։ Հա, եթե բանով գնանք, հա։
բարելարների օգնությամբ փակում։ Այո, իսկ ինչ որ վերաբերում է զարգացմանը, դա բացառապես, որովհետև անվճար ուսանողների քանակը նու ավագ դպրոցին, եթե գնանք իսկ ավագ դպրոցը մեր ամենամեծ կոմպոնենտն է, այսինքն մեր մոտ ավագ դպրոցը ավելի մեծ է, քան մյուս դպրոցները, տարեկան կամ միջին, ու ավագ դպրոցը այդ դպրոցում ամբողջությամբ սոցիալական ծրագիր է, այսինքն մեր մոտեցումը հետեւյալն է, եթե երեխան կարողացել է ընդունվել, քննություններ ախտարվել եւ ընդունել, ուրեմն ինքը պետք է սովորի անկախ ծնողների վճարունակությունից, որովհետև ծնողների վճարունակությունը դա ծնողների նվաճումն է։ Եթե երեխան ընդունվել է, ինքը պետք է սովորի։ Այո։ Ուղղակի մենք համարում ենք, որ առաջի բարերարը դա ծնողն է։ Եվ եթե ծնողը կարա վճարի, բայց չի ցանկանում, ուրեմն կամ կրթությանը չի հավատում կամ երեխային, մենք էլ այդտեղ ոնց որ թե անհրաժեշտություն չունենք, ուրեմն մտնելու այդ գործարքի մեջ, դրա համար մենք գտնում ենք, որ ծնողը պետք է վճարի այնքան, ինչքան կարա։ Համար մեր մոտ ավագ դպրոցում այս տարիների ընթացքում մեր երեխաների մոտ 70%-ը սովորում է բարերարների աջակցությամբ։ Այսինքն կամ լրիվությամբ կամ մասնակի կամ լրիվությամբ կամ մասնակի։ Նու լրիվությունը 1000 դրամն է, այսինքն նվազագույնը մենք ունենք երեխաներ, որ տարեկան 1000 դրամով են սովորում, այդ թվում հարակացրանում են մնում, նոթբուք չունեն, նոթբուք ենք տալիս եւ այլն։ Մարզերից օրինակ։ Դա հարակացրանը մարզերից։ Հա։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք ասում ենք մենք չենք փոխարինում ծնողին, բայց մենք աջակցում ենք ծնողին այնքանով, ինչքանով ինքը չի կարողանում։ Ու դրա համար մեր մոտ ստացվում է, որ մենք ունենում ենք ֆինանսական այդ մեծ ճեղքվածքը, որը մշտապես պետքա դրամավակով լրացնենք։ Ու զարգացման կարողանանք լրացնել։ Դե հələ որ այս տարիները ցույց է տվել, որ անում ենք։ Հա։ Դա լավ։ Այդ էլ մյուս գնահատականն է արդեն հասարակության, որովհետև այն պահից, որ դպրոցը սկսի իր առաքելությունը չիրականացնել կամ անի միջակ, ու չես կարողանա բարերարիր համոզես, որ ինքը իրենից իր ընտանիքից կտրի գումարները դա ինչ որ բանի համար։ Ասենք իրականում եթե համակարգային առումով նայենք, ասենք դպրոցի stakeholder-ներից մեկը ոչ միայն պետությունն է, ուսանողներն է կամ ծնողն է, այլ նաև բարերարն է, որին նաև պետքա գոհացվի, որ ինքը դպրոցին փող տա։ Այո, եթե առաքելությունից դու շեղվեցիր, օրինակ մեր բարերարներից մեկը մի անգամ ասաց, ասում այ բակա միջև առաջի բացառությունը։ Ինչի նկատի ուներ։ Տեսեք օրինակի համար, ասենք նույն շատ գրավիչ կար։ Մենք ունեցել ենք դեպք, երբ որ ընդունելության գործընթացին եկավ մարդիկ մասնակցեցին ու գործընթացը բոլորի համար նույնն է։ Ինչքան էլ մենք ցանկանանք, ինքը մենք չունենք մարդիկ, ովքեր ընդունվել են գործընթացից դուրս, հա, բոլորը եկել են անցել են նույն process-ով։ Եվ ունենք եւ բարերարների, եւ հիմնադիրների, եւ հոգաբարձության խորհրդի անդամների երեխաներ, որոնք դպրոցում չեն ընդունվել կամ ընդունվելուց հետո դուրս են մնացել։ Եվ ունենք դեպք, երբ որ մի ընտանիք չընդունվեց դպրոց, ու հետո եկավ ծնողը ու ասեց, բայց դուք գիտեք ում չեք ընդունել, հիմա ես կգնամ, այսքան $1 միլիոն ներդրում կանեմ մեկ ուրիշ դպրոցում, ձեզանից լավը կսարքեմ, մենք էլ ասենք միայն ուրախ կլինենք, եթե կրթության մեջ գումարներ տնեք։ Ու հետո անցավ տարիներ, ու պարզ է ինքը դա չարեց, բայց իր եղբայրը տարիներ հետո մի օր մեր մոտ էլի տենց շրջայցի էր ցույց տվեցինք, ու սկզբունքներից էինք խոսում, ասես սկզբունքներից մի պատմեք, որ դուք իմ աղբոր երեխային իմանալով չեք վերցել, ես ձեր սկզբունքներին հավատում եմ, ու այդ օրը ինքը բարերարություն արեց, որ այդ պահին միանվագ ամենամեծ բարերարություններից մեկն էր, ու երբ որ տեսնում ես դու այս պահին կարող է քո խնդիրը լուծվի, ասես թեթև ինչ-որ ձևով, հա, ինչ որ մի սկզբունքից շեղվելով, բայց դու նայում ես, որ երկարաժամկետի մեջ այդ միշտ բերում է խնդրի։ Դրա համար դու չես կարող այն հարցերով, որոնք սկզբունքային են, այդտեղ խաղի հնարավորություն ունենաս։ Օրինակ նույն ընդունելության գործընթացը, եթե ինքը այսպես գրված է, ինքը բոլորի համար նույնն է։ Մի հատ բացառություն անես համակարգը քանդել։ Հիմա մենք շատ ավելի հեշտ ենք ապրում, բայց առաջի տարիներին շատ դժվար էր մարդկանց, հա, ասենք այնտեղ եղել է, որ տարել են ռազմորկաների ինձ էլ, հետո Արամին որպես տնօրեն, նայեզներ են արել, փորձել են տարբեր ձևերով ճշումներով բանով ինչ-որ հարցեր լուծել, բայց այդ հարցը որտեղ էր փակվում, երբ որ դու ասում ես, գիտեք ինչ, դա ոչ թե ձեզ չհարգելու հարց է, որտեղ շատ անգամ Հայաստանում ամենը բերում էր այդ դաշտ, ոնց դու չես հարգում, ես մի հարցում փոքր, հա, այլ ասում եմ դա սկզբունքի հարց է եւ որևէ մեկի համար բացառություն չի արվում։ Հենց որ մեկին բացառություն անես, կստացի, որ մնացածին որ չես արել, դու չես հարգում, ինքդ գնում է անձնական դաշտ։ Ու այս տեսանկյունից այդ բացառությունների բացառումը ինքը կարևոր սկզբունքներից մեկն է։
Մենք երբևէ որևէ սկզբունքային հարցում այդ բացառություն չենք անում։ Բայց եթե օրինակ միջազգային օրինակին նայենք, չգիտեմ, նույն Հարվարդը վերցնենք, իրանց մոդելը դեպքեր եղել, որ բացառություններ արել։ Օրինակ ստատիստիկաներ կա, որ երկրորդ սերնդի ուսանողներին Հարվարդի ավելի մեծ հավանականություն կա, որ կընդունվեն կամ այն ծնողները, որ ինչ որ մեծ գումար են նվիրաբերել համալսարանին, իրանց անունով, չգիտեմ, նոր շենք կառուցվի, շատ ավելի հավանական է, որ իրանց երեխեքը կընդունվեն։ Այդ ոնց որ կարող է նաև հատուկ չի արվում, բայասներ կա, որ դու հակված ես այս մարդուն ընդունես, որովհետև կամ ճանաչում ես, կամ բարերարա կամ ինչ որ ուրիշ հարաբերություններ կա։ Այդ հաշվի Դա առնում եւս համակարգային է։ Տեսեք, բացառություններն ա լինում, երբ որ դու ճունես դրա տակ, սենց ասեմ, Այսինքն incentive չի ինքը, հարևան ոնց ասեմ, համակարգային չի։ Ինքը համակարգային է ամեն դեպքում։ Մենք կարող է կողքից տեսնենք համակարգային չի, հա, բայց որոշումների մեջ ինքը համակարգային է դրված։ Այսինքն օրինակի համար, եթե պայմանական ասենք Հարվարդի, չգիտեմ, տենց է թե տենց չի, հա, բայց պայմանական, եթե օրինակ Հարվարդում բարերարի երեխային ավելի լավ են նայում, ուրեմն դա նշանակում է բոլոր պայմանական բարերարի երեխաներին լավ են նայում։ Ու եթե լավ են նայում, պայմանական, դա նշանակում է բոլորի ենթադրենք միավորների +2 են տալիս, օրինակ, հա։ Այսինքն դա չի նշանակում, որ Նարեկի երեխային այսօր լավ կնայեն, չնայած բարերարա, բայց Դավիթի երեխային, որը եւս բարերարա, կարող է վատ նայել։ Այսինքն ինքը եւս խաղի կանոն է։ Դա այսինքն եթե մեկին արածից պետքա բոլորին արած։ Այո։ Այսինքն մենք օրինակ կանոնները որ գրում ենք, մեր մոտ լինում է, մարդ են կանոն են գրել, հետո կյանքը ցույց է տալիս, որ այդ կանոնը փոփոխության կարիք ունի։ Բայց եթե այդ կանոնը դու փոխում ես, ինքը աշխատում է բոլոր նրանց համար, ովքեր այդ իրավիճակում են։ Մենք ունեցել ենք դեպք, երբ որ դպրոցի առաջի տարիներին, երբ որ կանոնները նոր է ձևավորվում եւ այլն, մենք ունենք դեպք, երբ որ ավագ դպրոցում շեմերը չհաղթարեցին, մի դասարանից մյուս դասարան մի քանի երեխա չանցավ։ Ու ծնողներից մեկը 3 երեխա չէին անցել, տենց ծնողներից մեկը հոգաբարձության խորհրդին գրեց, հոգաբարձության խորհուրդը ասեց գոնե մի 2 ամիս ժամանակ տվեք, թող վերականգնեն եւ այլն։ Ու հոգաբարձության խորհուրդը դիմումը քննարկեց, ասեց լավ, եկեք 2 ամիս հնարավորություն տանք, թող 2 ամիս հետո նորից մի հատ էլ վերահանձնենք, կան դասի եւ այլն։ Ու դա արդեն սեպտեմբերն է, այդ երեխաներից այն երկուսն էլ գործերը վերցրել են գնացել են ուրիշ դպրոց, որովհետեւ որոշումը կայացվել էր։ Բայց հոգաբարձության խորհուրդ չնայած մի ծնողից էր նամակ եղել, բայց քննարկվեց 3 երեխայի հարց, որովհետեւ кейսը նույնն էր։ Եվ եթե որոշումը կայացվեց, որ 2 ամիս հնարավորություն է տրվում, մենք բոլոր 3-ին զանգեցինք ու ասացինք, հիմա սա հնարավորություն կա։ Ծնողներից մեկը ասեց, որ դուք չեք ծնդել։ Սեպտեմբերն է, արդեն երեխաս ուրիշ դպրոցում է։ Այն մյուսը ասեց, օքեյ, կփորձենք, ու եկան։ Հա, արդյունքում այն ով ասեց, օքեյ, կգանք կփորձենք, որ ծնողը դիմում չէր գրել, ինքը հաղթա արեց ու մնաց դպրոցում, այն որ դիմում էր գրել, ինքը տենց էլ չհաղթարեց, բայց սկզբունքը բոլորի համար է։ Եվ դա ամենակարևոր բանն է, որովհետև երբ որ կրթության մեջ դու արդարության զգացողությունը կորցրեցիր, կրթության մեջ տեսեք ոչ մի բան հենց այնպես չի անցնում։ Երեխան ամեն ինչը տեսնում է։ Ու երեխան տեսնում է չգրված բանը, չէ, ինտուիտիվ սաղ զգում են երեխեքը։ Երեխաների հետ շատ հեշտ է եւ շատ դժվար։ Հա։ Շատ հեշտ է ինչի, որովհետև իրանց մոտ ամեն ինչը շատ պարզ է։ Պարզ ոչ թե տրիվիալ, այլ պարզ շատ հստակ։ Իրանք շատ հստակ զգում են դու իրան ոնց ես վերաբերվում, դու իրան սիրում ես թե չես սիրում։ Իր հաջողությունները քո համար կարևոր են թե կարևոր չեն։ Այս ամեն ինչը ձևավորում է այն միջավայրը, որտեղ երեխան ստեղծվում է։ Ու դու կարաս խոսաս, չգիտեմ, ազնվությունից, դու կարաս խոսաս հավասարությունից, կարաս խոսես իրավունքի գերակայությունից։ Բայց մի անգամ ինքը տեսնի օրինակ եմ որ տնորենը, չգիտեմ, parking-ը անում ունես տեղում, որտեղ չպետք է աներ, հա, այդ ամեն ինչը հեչ է լինում։ հա։ Դա օրինակ դպրոցում մենք չունենք երեխայի վարքականոն աշակերտի։ Մենք ունենք դպրոցում պայելու վարքականոն։ Ինք բոլորի համար է։ Համ դասատուների, համուս։ Եթե մենք պայմանավորվել ենք, որ օրինակի համար հաց ենք ուտում միայն ճաշարանում, ուրեմն բոլորս հաց ենք ուտում ճաշարանում։ Օրինակ, հա, ուտած օրինակներ բազմաթիվ կարան լինեն, բայց երեխաները դպրոցի կրթական միջավայրի ամենակարևոր մասն են։ Հա։ Յուրաքանչյուրը իր տանիքից բերում է լավն ու վատը։ Բայց այդ այնքան կարևոր բան եք ասում, օրինակ ես ծնող լինելու փորձառության մեջ այդ կարամ կիսվեմ, որ ես որոշեցի դրա մասին շատ եմ ոդկասթում խոսել, որ երբեք տղուս չեմ խաբելու։
անգամ ամենափոքր բանը։ Ես ինչ որ մի բան, որ իրան խոստանում եմ, մոտս գրում եմ, որ հանկարծ չմոռանամ, որտեվ իր համար դա կարևոր է, ինքը հիշելը քո համար տրիվիալ է կամ կարող ուշադրություն չդարձնես, իր համար այդ օրվա ամենակարևոր իրադարձությունն է, որ պետք է դու անես։ Ու ինքը հիմա մեծացել է, սա արդեն համարյա 5 տարեկան շուտով կլինի, այնքան հեշտ է հետը պայմանավորվելը, որովհետև գիտի, որ եթե ես մի բան ասեմ, չեմ խաբելու ու վստահում է ու պայմանավորվելը այնքան հեշտ է ու պարզ է դառը ցանկացած հարցով կարողանում ենք իրար նստենք խոսանք պայմանավորենք որովհետև ինքը ինձ վստահում է ու դա զգում ես դա ինչքան մեծ արժեք ունի այդ վստահությունը ասում մի քիչ հիասթափեցնեմ կամ բան անեմ կամ իջեցնեմ հիմա այդ են տարիքն է երբ որ իրենց համար կան երեխաների բացարձակ հեղինակություններ հա դե պարզ է փոխվել է դա ընթացքում հա ինչ որ պահի նաև միանում է դաստիարակը մանկապարտեզի ուսուցիչները հետո գալիս է միջին դպրոցի տարիքը երբ որ սկսում են տեսնել որ ծնողային իդեալը չի կամ իդեալական մարդը չի որ պատկերացնում են ինքն է կարա մեկ օրինակի համար հա չգիտեմ մի բան ասի չանի միտեղ մի քիչ թերանա ու սենց սկսում են իրանք աշխարհը ձևավորեն հետո մի պահ կգա որ կսկսեն ծնողների հետ ու ուսուցիչների աշխատակիցների դպրոցների այսինքն մեծահասակների հետ կոնֆլիկտ չասեմ կամ պայքար ասեմ ինքնահաստատման գործընթացի մեջ մտնել հետո էլի կգային պահը որ կդառնանք էլի լավագույն ընկերներ հա այդ этаպներն ամենատակրի բայց այդ ազնվությունը ամենակարևոր բանն է հա երեխաները դա հստակ են տեսնում մի անգամից շատ բարձ է իրանց համար այդ շատ արագ են ընկալում այդ ամեն ինչը ես զարմանալի է անգամ ինչքան լավ այդ ամեն ինչը իրանց մոտ ձևավորված է արդարության զգացումը ինտուիցիան ու մենակ իմ տղայի մոտ չէ ախորս երեխեքի հետ է կամ ընկերների երեխեքի հետ որ շփվում եմ այդ իրանց համար շատ կարևոր է որովհետև իրաց մոտ հստակ է հա իրանք հետին միտք չունեն իրանք պարզ են մտածում դավեր չեն հյուսում նույնիսկ դրա համար այն չարությունները որ անում են հետաքրքիր համով չարություն են նայում ես լավ տերիալ դմբո բան որ տարիքն է տենց սովորաբար այդ տարական դպրոցի վերջում արդեն սկսում է փոփոխվել երբ որ սեփական կանոններն են սկսում ձևավորել դեպի 10 տարեկան 11 տարեկան հետո այդ բուրըն երևի թե միջին դպրոցի ամենաբարդ ու ամենահետաքրքիր տարիքն է հա այդ այն տարիքն է որ շատ անգամ ծնողները գլուխ չեն դնում երեխաների հետ մեր շատ հետաքրքիր բան էր որ կոവിഡ്ի ժամանակ որ արցանց անցանք դե միջև շատ ծնողներ կան էլի ծնողների հարցին հեշտ է թե դժվար է որ գալիս են ասում բայ իմ երեխան սենց է անեցա մենք ասում բայց մենք նաև ուրիշ պատկերել ենք տեսնում մեկ չէ ես իրան լավ գիտեմ եւ այլն հա ասում ենք բայց մենք էլ մի քանի 100 երեխայի դից գիտենք էլի ու երբ որ իրենք երեխաներին տեսան դասի ժամանակ on-line երբ որ իրենք տանը համակարգչի մոտ էին նստած հետո եկա սկսեցին ասել բայց ձեր ուսուցիչները էս ինչ են անում ոնց են կարողանում հալալ է իրանց եւ այլն մեկ էլ ամենահետաքրքիրը որ կոവിഡ്ից հետո որ դպրոցները բացեցին սովորաբար որ միշտ դասերից էլ ուշանում է մի մասը երեխաները այդ օրը ժամը 7-ից սկսեցին դպրոց բերել երիկա մենք միջին տարիքը այդ տեսանկյունից հետաքրքիր է մեկ որ հետները խոսում ես բան է որ փորձում ես համոզես կամ ինչ-որ բան հասկացնես ու ոչ մի բան չի ստացվում հաջողություն այդ այն տարիքն է երբ որ լիքը ջանք պետքա դնես լիքը տեղ անհասկացված կլինես բայց ինքը պետքա միշտ իմանա որ ծնողը ցանկացած խնդրի մեջ է ինքը լավ ինչքան էլ վատ բան արած լինի կամ անընդունելի բան արած լինի ծնողը իրան սիրում ու միշտ մեջքին կանգնում մեկ մեր մոտ ուղակի նաև էդ էլ է օրինակ երբ որ նայում ենք ասենք դնում ենք այլ երկրներում այլ դպրոցական երեխաներին ենք տեսնում դպրոցում բան կամ մեր գործընկերները գալիս են մեր երեխաներին են տեսնում դպրոցում միշտ ինչ-որ տարբեր միացած առանձնահատկություններ ենք տեսել նախ թե որ մերոնք աղմկոտ են ու մենք էլ խոսալուց բոլորս ենք խոսում ու մի քիչ բարձր ենք խոսում կողքից մարդիկ էլ շատ չեն հասկանում արտասահմանցի հատկապես բայց մի կարևոր էլ բան էլ կա մենք այն մեր երեխաներին մի քիչ երևի թե
չասեմ շատ ենք սիրում, մի քիչ սխալ ենք սիրում, մի քիչ գերապեկայի մեջ ենք։ Ինչ առումով այդ մասը մտ կմանրամասնեք։ Ինքնուրույնությունը փորձում ենք բոլոր խնդիրները իրենց փոխանեն շատ անգամ լուծել, որ հանկարծ իրենք helicopter խնդիրների, parenting-ն է։ հա, հանկարծ որևէ խնդիրների չբախվեն, բան չանեն, պատասխանատվություն չկրեն եւ այլն։ Այդ օրինակ մենք գտնում ենք, որ օրինակ մեր դպրոցը ինքը անվտանգ սխալվելու միջավայր է։ Երեխան պիտի սխալվի, եթե երեխան չսխալվի, չի սովորի։ Ու դրա համար մենք օրինակ որոշ բաներ կա, որ դպրոցում չունենք, օրինակ մենք դպրոցում զանգ չունենք։ Ասում են, դե որ զանգ չունեք, ուրեմն ամենաթողությունն է, ասում եք, չէ, եթե դասից ուշացավ, դրա համար պատիժ կա, այդ պատիժները մի քիչ կուտակվի, միջև հեռացում կարա գնա, հա։ Դա չի նշանակում դասից կարա ուշանա, բայց ո՞նց է կողմնորոշվում, ասում դե մեծ մարդիկ ո՞նց են կողմնորոշվում։ Ու ոնց որ այդ խնդիրը լուծում է, որտեղ երբ որ դու դնում ես, որ քո համար կարևորը չուշանալն է, մնացածը արդեն ինքնա կազմակերպվում ես։ Բայց զանգ չունենք, որտեղ իրական կյանքում է զանգ չկա։ Այսինքն մենք չենք ուզում դպրոցում երեխային վարժեցնենք։ Մենք ուզում ենք, որ ինքը դպրոցում սովորի որոշումներ կայացնել, սովորի ինքնուրույն գործել, սովորի պատասխանատվություն ստանձնել։ Որտեղ առանց դրա չի ստացվում։ Իսկ եթե ինքը պատասխանատվություն կարա ստանձնի ու որոշում կայացնել կարա սովորի, այդ ընթացքում լիքը սխալներ է հաստատ գործել։ Դրա համար ինքը պետք է այդ սխալները գործի։ Ու դպրոցը նաև այնտեղն է, որտեղ դու պիտի տաս հնարավորություն սխալներ գործելու։ Ու նաև դպրոցում մենք որոշ բաներ ծայրահեղացնում ենք, մեկ ծնողը որ գալիս է մեծի տեսանկյունից ասում է, բայց ասենք օրինակ համար արտագրությունը մենք դպրոցում անվանում ենք գրագողություն։ Հա։ Մեկ որ ասում եք ձեր երեխան գրագողություն ա արել, ասում եք դուք իմ երեխային գող անվանեցիք։ Ասում եք չէ, գող չանվանեցիք։ Դե երեխային իրար օգնել են ասում։ Ասում եք օքեյ, բայց երևույթը սա է։ Մենք հիմա սա ծայրահեղացնում ենք, որովհետև հիմա ինքը սրանից որ դաս քաղի, վաղը մեսօր իր մոտ կյանքում ավելի հեշտ կլինի, մեծական կյանքում շատ ավելի հեշտ կլինի, որովհետև ինքը կիմանա ոնց գործել։ Ձեր բերած Հարվարդի օրինակում իրանց էթիկայի կոդեքսի առաջ երկու կետերից մեկը հենց պլագիատը առանց քննարկման հեռացնում են, հա, երկու կետերից մեկն է։ Այսինքն հիմա լավ կլինի դրան չգա հասնի, այսինքն ավելի շուտ դրա մասին իմանա։ Դից որ մենք նաև ինչ որ չափով դպրոցում մի քիչ sense ոնց որ իրավիճակները ծաղկացնում ենք, որովհետեւ երեխան կարողանա տեղից ճիշտ դաս քաղի, պատասխանատվություն ստանձնի ու հաջորդ անգամ շատ ավելի կայուն գործի։ Հասկացա։ Իսկ դպրոցում բուլինգ կա։ Չի կարա բուլինգ չլինի որևէ դպրոցում։ Եթե ինչ-որ մի դպրոց ասում է բուլինգ չկա, ուրեմն կամ այնտեղ ժոստկի դիսցիպլինա է, որ մարդիկ իրար շփվելու հնարավորություն չունեն, կամ ուղղակի դրա վրա աչք կա փակվում։ Ինքը տարիքին բնորոշ բան։ Խնդիրը նրանում է դա կառավարելի գործընթաց է, թե չէ։ Հասնում է ծայրահեղության, թե չէ։ Հա, դու կարողանում ես կանխես, ասենց ասեմ, անցանկալի իրավիճակ, թե ոչ, որովհետև բուլինգը գալիս է ինչից, այդ որ խոսում է տարիքային բաները, հա։ Հիմա երեխաները փոքր 5 տարեկան երեխան, ինքը շարժվում է ինչ որ կանոններով։ Ինքը գիտի ինչն է լավ, ինչն է վատ, որտեղից։ Պապան ասել, կամ մաման ասել, կամ իսկ պապային որտեղից է կանոնները։ Կյանքի փորձից։ Այսինքն հիմա երեխային սկզբից ծնողներն ինչ որ կանոններ են տալիս, հետո ինքը գալիս է դպրոց ու այնտեղ մի քանի 100 ընտանիքից եկած երեխաներ ամեն մեկը իրենց կանոններով են գալիս, արդեն ինչ որ բան փոխվում է։ Հետո այդ երեխան կյանքում մի քիչ մեծանում է, ինչ որ բան փորձում է, մի անգամ խափում է, տեսնում է ստացվեց ու ոնց որ թե լավ էր, արդյունքի տեսանկյունից, ասում է, իսկ գուցե կարելի էր տենց ասել, ինչի միշտ պետք է ճիշտ ասեմ։ Հա, կարելի էր մի բան ուրիշ ձևի անել, ու ինքը սկսում է այդտեղ ոնց որ ձևավորել իր խաղի կանոնները, բայց քանի որ փորձառություն չունի, այդ խաղի կանոնները ձևավորելու ընթացքում ինքը լիքը բաներ է անում, որոնք իր հետևից վատ հետևանքներ են բերում։ Բուլինգը դրա բաներից մեկն է։ Այսինքն երբ որ իրենք սկսում են այդ սոցիալական հարաբերությունների մեջ իրանց տեղը, դիրքը, բանը հասկանալ, բայց նաև փորձառությունը այնքան չի, որ իրանք չեն էլ հասկանում դրա դիմաց ինչա լինում։ Օրինակ շատ անգամ բուլինգի մեջ ամեն մեկի հետ առանձնապես որ խոսում են, դա բուլինգի ընթացքում սովորաբար ոնց է լինում, ինչ որ խումբ մարդիկ մեկի կյանքը դժբախտացնում են։ Ու երբ որ ասես, բայց դու ինչ արեցիր, ասում, բայց ես ինչ արեցի, որ կողքով անցա պայուսակին կպա։ Այն մյուսը ասում է, դե մի հատ բարև չտվեցի, հա, ինձ ծնունդին չկանչեցի։ Այսինքն հատելա մի անգամ թղթով խփեցի։ Բայց երբ որ այս ամեն ինչը առանձին նայում ես, իրականում բան չի, բայց կոմպլեքս ինքը մեկի կյանքը դրանով դժբախտացնում է։ Հիմա ու դա մի բան է, որը գալիս է այ իր սեփական անձի ձևավորման ճանապարհին, իր փնտրտուքի ճանապարհին։ Դրա համար ինքը տարիքին բնորոշ երևույթ է։
բայց ինքը լավ երևույթ չի անշուշտ ու դրա հետ պետք է աշխատանք տարվի։ Իսկ ոնց է Դա աշխատում։ ամեն դեպքը առանձին։ Լրիվ ինդիվիդուալ է։ Ինդիվիդուալ դե բարձր ինչ որ գործիքակազմեր կան, բաներ կան, հա, բայց չենք մեկուսացնում։ Օրինակ պայմանների բաներից մեկը գործողություններից մեկը որ ասում են դա եկեք մեկուսացրեք, ասենք, չգիտեմ, Աշոտիկը ենթադիքու համար գոյություն չունի, այդ լուծում չի։ Հա։ Ընդհակառակը փորձում ենք իրավիճակներ ստեղծել, որտեղ իրանք իրար հետ կհամագործակցեն, թիմային աշխատանք կանեն, իրար հետ խնդիր կլուծեն, իրար հետ ինչ-որ պրոյեկտի մեջ կներգրավեն։ Հա, ասենք օրինակի համար դեպք ենք ունեցել, որ տղաները միջին դպրոցի ցածր տարիքում 5-րդ 6-րդ դասարանում իրար հետ կոնֆլիկտ ունեցան, խնդիր ունեցան, պապաներին կանչեցինք։ Պապաները այդ պիցա փարթի արեցինք, նստեցինք, խոսացինք։ Ու երեխեք երբ որ տեսան պապաները լավ էլ իրար հետ շփվում են, խոսում են ու ոնց որ թե ամիջը այդքան էլ վատ չի, հաջորդ օրը լիքը հարաբերություններ ուղղվեց։ Իրանց մոտ շատ անգամ դա նաև կարճաժամկետ է։ Հիմա ամենալուրջ վտանգը գալիս է ոչ թե այն իրական բուլինգից կամ ասեմ ֆիզիկական բուլինգից, որը որ տեսնում ես, շատ անգամ հիմա գնում է վիրտուալ տարածք, այդ դա գտնելը շատ ավելի դժվար է։ Դա խաղերով կամ Խաղերով չէ, ինքը սոցցանցերում կարա լինի, այսինքն ինչ-որ խմբերում կարա լինեն, կարան իրար անուն կպցնեն կամ բանանեն, որը բռնելն է մի կողմից շատ դժվար, որովհետև չես վերահսկում ոչ ծնողը, ոչ դպրոցը, անձնական վիրտուալ տիրույթները ամիջը վերահսկողության տակ չի, ու դրա մասին կարող է ուշ իմանաս կամ ինչ-որ չափանիշներով իմանաս, այդ արդեն այդտեղ եւ հոգեբանական ծառայությունն աշխատում եւ մանկավարժներն են աշխատում, որպեսզի հասկանան երեխան, օրինակ էլեմենտար տեսնում ես երեխան սկսել է մենակ հաց ուտել ճաշարանում, հասկանում ես ինչ-որ բան կարող է ինչ լինի, դիտարկում ես, փորձում ես հասկանաս, որ տեսնես, ինքը ամեն դեպքում նուրբ հարց է։ Դա այսինքն օնլայն կարան դա տրավլյան ամիսներով տանեն ու ոչ մեկ չի մնա։ Կարա տես բաներ լինի, սովորաբար սենց ասեմ, անենց որ Փառք Աստծո, մենք հիմա այդ բոլոր դեպքերը, որ ունեցել, բոլորը կառավարելի են եւ մենք չենք կարող ասել, որ մեր դպրոցում, ասենք, որպես համակարգային խնդիր բուլինգը ունենք։ Հա։ Բայց ել եմ ասում, ինքը այն տարիքային բնորոշ երևույթն է, որը կա ու որի հետ պետք է աշխատանքը տանես։ Իսկ թմրանյութեր հայ սկուլում կա արդեն։ Չէ։ Այդ մասով հաստատ։ Որտեղ ես վերջերս մի քանի աղմուկոտ գործ եղավ, դպրոցներում որ Բայց հետո ես լսեցի, որ բանը ոնց որ չեմ հիշում, որ գյուղում էր այդ դեպքը եղել, բայց հետո լսեցի, որ այդ արյան անալիզները արել էին, որ ոչ այն երեխային ում ասել են, որ շնչել են տվել, ոչ էլ են երեխաներին, ովքեր դա իրականացրել են, իրեն արյան մեջ չեն հայտնաբերել դա, այսինքն դա ինչ փոշի ա եղել, ոչ ոք չգիտի, բայց որտեղ հիմա այնքան հասանելի է դա այդ ամեն ինչը։ Այդ վտանգը կա, մենք անվտանգությունն էլ է շատ ուշադիր այդ տեսանկյունից, օրինակ մենք ունենք դեպքեր, որ դպրոցի տարածքի շուրջը մարդիկ կային, որոնք գլադերն էին դնում։ Չգիտեի ինչ էին անում, ամեն դեպքում անվտանգությունը ոնց որ նկատել էր, ոստիկանությանը հայտնել էին, եկել էին ու հետո ասացին, որ ձեր կասկածները հիմքեր ունեին։ Հիմա մանրամասները չգիտենք, բայց ամեն դեպքում դպրոցների շուրջ տարբեր բաներ, որ տեղի են ունենում, չեմ կարող ասեմ, որ դա հենց դպրոցի աշակերտներին ուղղված էր, դպրոցի տարածքը մեծ է եւ հարակից տարածքում մամայի տարածքները կան, գուցե մյուսների համար, բայց որ դպրոցներին մոտենում են, դա շատ լուրջ խնդիր է։ Հա։ Համար այդ մասով վերահսկողությունը կա, բայց բացի վերահսկողությունից ամենակարևոր բանը նաեւ աշխատանքն է, որ երեխեք հետ պետք է տանես։ Ինչ առումով։ Տեսեք, այսինքն մենակ թմրանյութերի հետ կապված չի։ Այդ որ ասում լավ կամ վատը, ոնց որ մենք նայում ենք տրիվիալ հարց է, բայց դա երևի թե ամենաբարդ հարցերից մեկն է որոշել ինչն է դպրոցում լավ, ինչը ընդհանրապես լավ է, ինչը վատ է։ Օրինակ, ասենց ասեմ, տարական կամ միջին դպրոցում, եթե մենք ստիպված ենք լինում ծնողի հետ պայմանագիր խզել ու դադարեցնել, գերակշռող մեծամասնության դեպքերում դա լինում է այն բանի պատճառով, որ մենք ու ծնողը չենք կարողանում պայմանավորվել ինչն է լավ, ինչն է վատ։ Օրինակ կբերեք։ Ասենք օրինակի համար ենթադրենք, մենք ասում ենք, մենք գտնում ենք, որ կռվելը կոմունիկացիայի տարբերակը, բայց վերջի տարբերակն է։ Հա, պիտի կարողանաս քեզ պաշտպանես, պիտի կարողանաս բան անես, բայց չպետք է հարցերը կռվով լուծես, կամ դա չպետք է լինի քո առաջի ոնց որ բանը, հա, միջոցը խնդիրները լուծելու։ Բայց ասենք ծնողել կա, որ ասում է ոնց մի րոպե տղա է, բա որ չկռվի, բա ոնց լինի, բա այնտեղ չգիտեմ քրոջը նեղ ասեցին կամ փոքր աղբորը ասեցին, պիտի հարցերը լուծի, մեծ աղբերը պետք է գա խառնվի, եթե պետք է, չգիտեմ, մարդ կբերենք եւ այլն եւ այլն։
Հա, մենք ասում ենք, որ այդ մեր մոտեցումը չի։ Այդ ընդունելու տարբերակ չի։ Ասում է, չէ, ճիշտ է դա, ասում ենք, օքեյ, ճիշտ է դա, ուրեմն իմացեք, որ մենք ձեր երեխային ամեն օր չասնում ենք։ Մենք լրիվ հակառակ բանն ենք ասում։ Ուրեմն ձեր երեխային տարեք ուրիշ դպրոց, մենք սխալ դպրոց ենք, մենք լավ դպրոց չենք։ Մենք այդտեղ տարբեր ենք մտածում եւ խնդիրը էական չի, այդտեղ ճիշտը մենք ենք, թե ճիշտը ծնողն է։ Խնդիրը այն է, որ հակամակավարժական է, երբ որ երկու հեղինակություն երեխայի նույն բանի մասին երկու տարբեր բան են ասում։ Դե համար երբ որ ես ասում եմ, որ ծնողը գործընկեր է, դա այն է, որ մենք այդտեղ համաձայնվում ենք իրար հետ երեխային A կետից B կետ տանել։ Ու մենք խաղի կանոնների շուրջ ենք համաձայնում։ Ու այդ համագործակցությունի այն պահից, որ չի ստացվում, դժում է երեխան։ Ու ելի եմ ասում, էական չի ճիշտնով է։ Հասկացա։ Իսկ ո՞նց եք որոշում ով պետք է դպրոց ընդունվի, ով չէ։ Այդ ամենաբարդ հարցերից է։ Ավագ դպրոցը հեշտ է։ 10-րդ դաս sense գալիս են, երեխաները իրաց քննությունները հանձնում են, վերջում ունենք նաև հարցազրույց, ընդունող հանձնաժողովը երեխայի հետ է շփվում, գիտելիք չի ստուգում, հասկանալու համար իր մոտիվացիան, ինչպեսին լինել է, ծանոթանում ենք եւ դրա հիման վրա որոշում ենք կայացնում ավագ դպրոց ովքեր են ընդունվում, ծնողներին ընդհանրապես չենք էլ տեսնում, ոչ չգիտենք ինչ ընտանիքներից են գալիս։ Եվ ընդունվելուց հետո արդեն կարան դիմեն ֆինանսական աջակցության բոլորը, եթե գտնում են որ դրա կարիք ունեն, այսինքն մենք սահմանափակում ենք։ Այսինքն մինչև հաստատել ինքը ընդունվել է թե չէ, դուք իր ֆինանսական վիճակի մասին ոչ մի բան չգիտեք։ Մենք գիտենք մենակ երեխան եկավ ընդունվեց, նամակը ստացա որ ընդունվել է, նամակի մեջ գրված է, եթե ուզում եք դիմեք ֆինանսական աջակցության, կարգը հետեւյալն է։ Այսինքն չգիտեմ, քանի ծնող ունի, ինչ ֆինանսական վիճակում է, որտեղից, ոչ մի բան չգիտեք։ Մենակ քննությունը հանձնեց թե չէ, ինտերվյուն անցավ թե չէ։ Ոչ մի բան չգիտենք։ Ինքը գալիս է ընդունվելուց հետո ու մենք սահմանափակում չունենք, ասում ենք, եթե նույնիսկ 100% երեխաների տեսականորեն պատրաստ չլինեն 100%-ով իրենց ընտանիքների իրենց կրթության համար վճարեն, մեր պարտավորությունը հետեւյալն է, որ այդ երեխեքը պիտի սովորեն։ Այսինքն մենք ասում ենք, մեկը ծնողը ֆինանսական հայտը ներկայացնում է աջակցության համար, հա, ու ըստ ընտանիքի ֆինանսական վիճակի մեր հիմնադրամն անում, դպրոցը չի անում, հիմնադրամն է դիմում, հիմնադրամը գնահատում է ընտանիքի ֆինանսական վիճակը եւ որոշում է, որ ձեր հետ պայմանագիրը կկնքենք տարեկան 1000 դրամով կամ չգիտեմ 100,000 դրամով կամ 500,000 դրամով, հա, նոթբուք չունեք, նոթբուք կտանք, տրանսպորտի գումար չունեք, տրանսպորտը կապահովենք, կամ չենք կապահովի։ Հա, եւ այդ պայմանավորության շրջանակում պայմանագիրը կնքում է, մենք չունենք որևէ սահմանափակում, թե քանի հոգու հետ ու ինչ գումարներով դա կարանք անենք։ Եթե նույնիսկ 100% լինեն այդպեսին, մեր public, մեր հանրային առաջարկությունը հենց դա է եղել, որ եթե երեխան ընդունվել է, ապա պիտի սովորի։ Առաջի բարերարը ծնողն է, երկրորդ բարերարը մենք ենք։ Առաջինից 9-րդ դասարան, որ ընդունում ենք, մենք ընդունում ենք ընտանիքներին, եւ երեխային, եւ ծնողին։ Այնտեղ մենք հարցազրույց ունենք նաեւ ծնողի հետ։ Հա։ Եվ երեխան է իր բալերը ստանում գնահատվում, եւ ծնողն է բալերը ստանում գնահատում։ Հետո գումարում ենք իրար ու նայում ենք ով ավելի շատ բալեր հավաքեց, ինքն է ընդունում։ Հետո երեխանացի ծնողներից խաթր դպրոց չընդունեցին։ Հա, այդպես դեպք ունեցել ենք մի հատ երեխա էր առաջի դասան ընդունվելուց դուրս եկավ ամեն ինչ ծնողները միջազգում սես նստած էին, իրաց հերթին էին սպասում, դուրս եկավ, ասեց ես ամեն ինչ արեցի, ասում հիմա եթե չեմ ընդունվել դուք եք մեղավոր։ Ասեց բայց ընդունվեց։ Տենց երեխան պարտադիր ընդունել է։ Ծնողները փրկվեցին։ Իսկ այդ մոդելը ո՞նց եք մշակի, որ համ ծնողները պետք է ինտերվյու տան համ երեխան։ Այդտեղ ի՞նչն եք փորձում հասկանալ, համապատասխանատվությունը, արժե համակարգին ինչն է նպատակը։ Փորձում ենք հասկանալ, որքանով ենք մենք, որքանով մենք կլինենք գործընկեր։ Հա։ Որքանով դպրոցը կիսում է այն, ծնողը կիսում է այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնք որ դպրոցը ունի։ Պատրաստ է դրա կթունի, թե փորձելու օրինակ փոխի։ Որտեվ կա ծնողներ, որ ասում են, դե ասենք, չգիտեմ, հերիք չի հայկական բարեր բարենք, եկել մի քիչ էլ ուրիշ բան բարենք։ Ու այդ ռեալ քեսերից է մյուս ծնողներն էլ ասում են, բայց դու ընդունվելուց գիտեիր, չէ՞, ուր ես գալիս, հիմա ինչ ես ուզում։ Մենք էլ դրա համար ենք եկել, որ ստեղ, չգիտեմ, հայկական բարեր են բարում եւ այլն։ Հա, այսինքն դա ձևավորում է դպրոցի դեմքը։ Յուրաքանչյուր դպրոց իր ուրույնությունը, իր դիմագիծը ունի։ Եվ այդ արժեքները, որոնք դու ֆիքսում ես, որոնք դու բարձրաձայնում ես, որոնց դու հետևում ես, այդ սկզբունքները պահում ես, իրենք ժամանակի ընթացքում քո մոտ թողնում են այն ընտանիքներին եւ այն աշխատակիցները, որոնք դրանք կիսում են։ Ովքեր դրա այդ
կարծիք չեն, իրենք ժամանակի ընթացքում գտնում որ իրանց տեղում չեն եւ կամ աշխատանքից են դուրս գալիս կամ երեխային են այլ դպրոց տեղափոխում։ Ու դառնում է մի տեղ, որտեղ այն արժեքները, մոտեցումները, սկզբունքները, հա, այդ մարդկանց համար, համախմբված մարդկանց համար կարևոր են ու իրենք պատրաստ են դրա համար նաև իրենց պայքարը ներքին տանել։ Այսինքն կոպիտ ասած դուք ունեք ինչ-որ տենց կանոններ ու արժեքներ, եթե ծնողը ու երեխան դրան համապատասխանում են, մնում են ձեր հետ շարունակում են սովորում են, եթե չէ։ Նայեք, մենք ունենք կրթության մեջ, հա, եթե տենց ասենք, այո, մենք ասում ենք այբ աշակերտի նկարագիր, որտեղ կա 8 սկզբունքներ գրված։ Կներեք մի հատ տենց չի ստացվում, որ միանման ոնց որ ուսանողներ են դուրս գալու Չէ, դպրոցից։ միանման չեն լինում, անշուշտ, բազմազանությունը կա, բայց ասենք օրինակի համար միանմանություն հասկանալու համար լավը կամ վատը փորձում ենք այդ մասով որոշ չափով դրան գալ։ Այսինքն եթե կանք առաքելությանը, մեր առաքելությունը դա պատասխանատու եւ առաքինության զգացողություն ունեցող անձանց ձևավորումն է։ Որ իրենք լինեն պատասխանատու եւ իրենց արարքների համար պատասխանատվություն կրեն, անտարբեր չլինեն, մենք ձգտում ենք այո, որ բոլորը լինեն այդպեսին։ Այդ աշակերտի 8 նկարագիրը որ կա, այնտեղ օրինակի մոտ բաց, զգոն, հավասարակշռված եւ այլն, այդ դրանք այն չափանիշներ, որոնց ուզում եք որ երեխան համապատասխանի։ Մարդ լինելու տեսանկյունից։ Բայց մենք չենք օրինակի համար ասում, որ չգիտեմ, բոլորդ պետք է այս մասնագիտությամբ լինեք, կամ բոլորդ պետք է այս գրականությունը պարտադիր կարդաք։ Այսինքն կրթությունը ինքը ազատություն է, բայց ինքը նաև ուղղորդում է։ Ու ինքը հնարավորություն է երեխային եւ ծնողին ինչ որ արժեքներ ամրապնդելու։ Որտեղ առանց արժեքների կրթություն չկա։ Եթե օրինակի համար դպրոցի արժև խնդիր դրվի բուհ ընդունվելը, ունա որոշ ծնողներ ավագ դպրոց գալուց այս դա էլ ակնկալում են։ Ասում են, կեմ երեխան չգիտեմ, բուհ կընդունվի, թե չի ընդունվի։ Լավագույն տարբերակը բուհում հայտնվելու դա ռեպետիտորն է։ Հա։ Էժան որակով, հստակ։ Ավելի լավ բան հələ չեն հորինել։ Բայց դա խնդիր է պարզապես բուհ ընդունվելու, ոչ թե կյանքում կայանալու։ Դպրոցը ուրիշ բանի մասին է։ Բուհ ընդունվելը ացանցիալ է, ինքը կարող է լինի, կարող է չլինի։ Ինքը չի կարող լինել ինքնանպատակ։ Այո, մենք ուրախ ենք, որ մեր երեխաների գրեթե բոլորը ընդունվում են իրենց ցանկացած համալսարան։ Իսկ դուրս շատ են ընդունվում։ Դուրս շատ են ընդունվում, ու կամ շատ կամ քիչը չգիտեմ, եթե բաներով նայենք, մոտավորապես տոկոսային այս տարիների ընթացքում 24%-ն է կրթությունը շարունակում միջազգայիններում, ընդունվում է շատ ավելի շատ։ Այսինքն ամեն տարի մոտ կեսը ուսանողների մեր շրջանավարտների փորձում է իրենց ուժերը նաև արտ երկիր ընդունվելուց, իրենցից 80-90%-ը մոտավորապես ընդունվում են։ Այսինքն եթե տես նայենք ամեն տարի մոտավորապես մեր երեխաների 40-45%-ը հրավեր է ստանում արտասահմանյան համալսարաններից, բայց ամեն տարի գնում է ավելի քիչ, հիմա այս վերջի տարիներին մոտավորապես 30-35%-ը 25-ից ցած ասեմ 35%-ը կրթությունը շարունակում արտ երկրում։ Իսկ հետո հետ գալիս են Հայաստան։ Հիմա մի քիչ վիճակագրություն դեռ շուտ է ասել, որովհետև առաջի շրջանավարտները 13 թվականին ենք ունեցել, մենք ունենք շրջանավարտների ակումբ, եւ շրջանավարտները դրա մասին եթե մետաքրքիր ավելի ուշ կարանք խոսանք, շրջանավարտները ամենակարևոր մարդիկ են դպրոցում որ կան, երևի թե շրջանավարտ ակումբը նաև այդ վիճակագրությունը անում է, այս վերջերս վիճակագրություն չէ, ինֆորմացիան հավաքում էր, որտեղ ոչ բոլորից ինֆորմացիա ունեին, բայց մոտ 50%-ից հարցումներ արել են, իրենց 90%-ը հիմա Հայաստանում են։ Դա չեմ կարող ասել որպես վիճակագրություն, որտեղ 50%-ը չի պատասխանել այդ հարցերին, երբ որ ունենանք ժամանակ, բան կանենք։ Բայց նայեք, մեր համար կարևոր խնդիրը մենք չենք դնում, օրինակ, երբ որ նույնիսկ մարդը կրթության համար, ասած ասեմ, բարերարների հաշվին սովորում է, ինքը չգիտի, որ բարերարն է իրան ֆինանսավորել։ Մենք դա միտումնավորել չենք ասում։ Որտեղ մենք չենք ուզում, որ երեխայի մոտ ձևավորվի պարտքի զգացողություն ինչ-որ կոնկրետ Սիմոնյանի նկատմամբ։ Որովհետև պարտքի զգացողությունը ինքը մի բան է, որը կարաս հետո գաս պարտքը փակես ու ազատագրվես։ Մենք չենք ուզում ինքը փոխկապակցված կամ կախվածության մեջ լինի։ Մենք ուզում ենք, որ ինքը իր կյանքում տեսած լինի օրինակ, երբ որ մի մարդ կամ ինչ-որ համակարգ, հա, օգնել է իրան կայանալ առանց որևէ պարտավորության
Եվ մենք ակնկալում ենք, որ վաղը մսօր, երբ որ ինքը երկու ոտքով այս կյանքում ամուր կկանգնի, մեկ ուրիշին օգնելը իր համար կդառնա կարևոր մի բան։ Ինքը իր հետևից մարդ կտանի։ Ու մենք չենք ուզում, որ մարդը ստեղից գնալով արտերկիր սովորելու ինքը այն շամպայնի պրոբկայի նման դուրս թռնի ու ասի ես Հայաստան հետ էլ գործ չունեմ, հազիվ բրծա։ Հա։ Մենք ուզում ենք, որ որտեղ էլ ինքը աշխարհում լինի, իր օրբիտայի կենտրոնը լինի Հայաստանը։ Ու մենք ունենք շատ օրինակներ, որ երեխաները գնում են համալսարաններ, որտեղ հայկական միությունների մասնակից են լինում, հայ պրոֆեսորներն իրար գլխի են բերում, իրար հետ ընկերություն են անում, հա, իրանք դպրոցի հետ կապն են անընդհատ պահում։ Մենք օրինակ այս օրեր առաջ մեր 15 թվականի շրջանավարտները 10 տարին մեկ Քեզլեր անվան դպրոցում հավաքվել էին դպրոցում, ու մեր համար նաև ուրախալի էր, որ նրանք ովքեր արտասահմանում են, զգալի մասը էլի եկել էին, մի մասը արդեն ընտանիքներով, ու իրանց համար կարևոր էր, որ եկել էին դպրոց։ Այդ իդեպ, որ ասում եմ շրջանավարտները, մենք այբը մեկ-մեկ ասում են, իսկ այբի տերերը ովքեր են կամ, բայց ասում այբը տերեր չունի, ինքը իրականում տերեր չունի։ Ինքը շահույթ հետապնդող կազմակերպություն է որպես հիմնադրամ, ամբողջ գույքը պատկանում է հիմնադրամին, կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը ընտրովի մարմին է, 2 տարին մեկ ընտրություններ են լինում, հիմա ընտրություններն է մեր մոտ մեկնարկում եւ դեկտեմբերից նոր խորհուրդը կլինի։ Բայց նույն մարդիկ անընդհատ չեն վերընտրվում։ Չէ, կարան ընտրվեն, կարան չընտրվեն։ 3 համայնքներն են հիմնականում ընտրում եւ համայնքներից մեկը բարերարների համայնքն է։ Ընդ որում, եթե հիմնադիրները 8 հոգի են, այն պահից որ հիմնադրումը տեղի ունեցավ կազմակերպության, հաջորդ օրվանից իրենք դարձան շարքային բարերար։ Այսինքն մեր կանոնադրությամբ էլ հիմնադիրները առավելություն չունեն։ Երբ որ մենք առաջին մասնաշենքը դպրոցի բացում ենք, մեր բարերարների թիվը 40 անց էր, հիմա արդեն 1000-ից ավել է, մարդիկ կազմակերպություններ, ովքեր այս տարիների ընթացքում աջակցել եւ աջակցում 1000-ից ավել։ 1000-ից ավել։ Իսկ կան նախկին ուսանողներ։ Կան։ Արդեն կան։ Այո, շատ ուրախալի է։ Ու բարերարները իրենց կազմից ընտրում են իրենց ներկայացուցիչներին։ Ընդ որում կվոտաներ կան, այսինքն օրինակ որ բարերարներ, ովքեր $1 միլիոն ավել են տվել, իրենք իրենց մեջից են իրենց տեխնացուին ընտրում, ովքեր 6000 ենթարենք դոլար են տվել, իրենք իրենց ներկայացուցիչ են։ Եվ հոգաբարձության խորհրդում բոլորը մեկ ձայնի իրավունք ունեն, կապ չունի դու 1 միլիոն ես տվել, թե 6000 ես տվել, հա, եւ կարող է դու 1 միլիոն ես տվել, բայց չես ընտրվել կամ բան չես արել, այսինքն համայնքներն են ընտրում ներկայացուցիչին։ Եվ մի համայնքը բարերարների համայնքն է, մյուս համայնքը մանկավարժների համայնքն է։ Ես խոսում եմ գերագույն մարմնի մասին որոշումներ կայացնող, որը տնօրենն է ընտրում, բյուջե է հաստատում, եւ այլն։ Մանկավարժներն են, ու այս տեսանկյունից ասում եմ, ես տնօրենը ու մանկավարժը ոնց որ թե իմ ենթական, հա, բայց մյուս կողմից այդ նույն մանկավարժը հոգաբարձության խորհրդի մեջ ներկայացված է, եւ ինքը որոշում է, տնօրեն կլինեմ թե չեմ լինի, այն հաշվետվությունը կընդունի, չգիտեմ, վարչացության չափս կորոշի եւ այլն։ Եվ սա ինչի է կարևոր, որովհետեւ ցանկացած կրթական համակարգի մեջ համար 1 մարդը դա մանկավարժն է։ Մանկավարժը պետք է ազատ լինի իր ստեղծագործության մեջ, իր իրավունքների կիրառման մեջ, եւ այն պահից, որ մանկավարժը կաշկանդված, ինքը կաշկանդված մարդ է թողարկելու, ճակերտներով թողարկելու, հա։ Չի կարող կաշկանդված մարդը ազատ մարդ մեծացնել։ Ու դրա համար դպրոցում, այն որ ես ասում եմ, որ կրկեսի եկել գործարանի խառնուրդը ամենաբարդ կառույցն է իմ համար, երբ որ ես դպրոց եկա, ես հասկացա, որ դպրոցի տնօրենը կազմակերպչական կառուցվածքի մեջ երևի թե վերջի մարդն է։ Ոչ թե վերևից, այլ ներքևից։ Այսինքն ուսուցիչն է առաջի մարդը դպրոցում։ Եվ ուսուցիչը պետք է ազատ լինի այդ գործերի մեջ։ Ու դրա համար ինքը պետք է նաև կարողանա պրակտիկան տենց, հա։ Իհարկե։ Մեր պարագայում տենց է, որտեղ նայեք տնօրինությանը զուգահեռ մենք ունենք մանկավարժական խորհուրդ եւ մենք պետք է համաձայնվենք, եթե չհամաձայնվեցինք, հարցը կգնա հոգաբարձությունների խորհուրդ։ Իսկ եղել է տենց։ Իհարկե։ Ու հոգաբարձության խորհուրդում էլ նույն մանկավարժները իրենց հարցը կարան բարձրացնել հոգաբարձությունների խորհուրդ։ Ունդեղ հիմա ես մի կողմից այդ օրինակ մանկավարժը, որը որ հոգաբարձության խորհրդի անդամ է, մի կողմից ես իր ղեկավարն եմ, մյուս կողմից ես իրան հաշվետու եմ նաև որպես ԵԽ անդամ։ Ու դա երևի թե այդ ինքնակառավարվող կազմակերպության ամենակարևոր կետերից մեկն է, այսինքն այբ ինքնակառավարվող կազմակերպություն։ Բայց մի օր կարա գա, որ մարդիկ հոգնեն որոշումներ կայացնելուց կամ ասեն դե լավ, ինչի համար ենք անում, մեկ կամ ոչ մեկ բաժնետեր չունենք, սեփականատեր չունենք, ոչ մեկ ժառանգության իրավունք չունի, հա, եւ եթե մի օր օրինակ այբը որոշի
հոգն են որոշում կայացնելուց հոգաբարձության խորհուրդը, ապա մեր կանոնադրությամբ ամեն ինչը կանցնի պետությանը։ Դա միտումնավոր է այդպես արվեի սկզբանե, որպեսզի որևէ մեկը, որը բարերարություն է անում, անի դա հանուն առաքելության, այլ ոչ թե որևէ ակնկալիքի։ Իսկ դպրոցը endowment fond ունի։ Արդեն անցած տարվա նոյեմբերից սկսեցինք հիմնադրել, առաջի fundraising-ը իրականացրեցինք Ամերիկայում եւ առաջի մոտ $3 միլիոն արդեն խոստումները ստացանք, հավաքագրումներն ենք անում, դա շարունակական պիտի անենք, որ Իսկ այդ հայերեն ո՞նց է։ Անձեռնամխելի ֆոնդ են ասում, Հա, որպես չգիտեմ ինչքանով է ճիշտ հա, թարգմանությունը։ դասական էլ հաջող չի, բայց դա հասկացա։ Երրորդ բանի մասին չասցի Նարեկ, այսինքն ես ասացի, որ բարերարներն են, մանկավարժներն են եւ երրորդ խումբը, ով որ համայնքը իր ներկայացուցիչ ունի հոգաբարձության խորհրդում, այդ շրջանավարտներն են։ Մարդիկ ով արդեն Մարդիկ, ովքեր մենք գտնում ենք իրենք իրենց կյանքում, իրենց օրինակով տեսել են դպրոցի կարևորությունը եւ մենք հավատացած ենք, որ իրենք տեր կկանեն դպրոցին։ Ու դպրոցի շարունակականությունը կապում է։ Ես միշտ ասում եմ, որ ես այսօր տնօրենը վաղը կլինեմ նախկին տնօրեն, ուսուցիչը կլինի նախկին ուսուցիչ, շրջանավարտը նախկին չի լինի։ Ու շրջանավարտները այն հարցին գալով, իսկ երեխեքին կամ ընտանիքներին ոնց են կտրում, շրջանավարտները բացի այդ որ հոգաբարձության խորհրդում կա, շրջանավարտները նաև մեր մոտ կան բոլոր ընդունող հանձնաժողովներում եւ այդ թվում իրենք են որոշում դպրոցում ով սովորի, ով ոչ։ հետաքրքիր է։ Այսօր շրջանավարտ լինելը մեկ լավ է։ Հա, բայց այդ նաև եթե օրինակ, չգիտեմ, Եվրոպայի, Ամերիկայի օրինակ նայենք, շատ համալսարաններ այդ իրանց մեծ միլիարդավոր դոլարանոց endowment ֆոնդերը, ներդրումները գալիս է հիմնական շրջանավարտներից, որոնք կարողություն են աշխատում իրանց կյանքի ընթացքում ու նվիրաբերում են իրանց համալսարաններին, որտեվ համարում են, որ այդ համալսարանները կամ դպրոցները իրանց կայացման մեջ շատ մեծ դեր են ունեցել։ Հա, ու դա լինում է նաև այն ժամանակ, երբ որ իրենք էլ դպրոցի կայացումը կամ համալսարանի կայացումը նաև համարում են իրենց մասնակցության մի մաս։ Հա։ Երբ որ դու ու մեր կարևոր բանը նաև ի սկզբանե դա էր, որ մենք ասում ենք, որ դպրոցը չպետք է լինի մի տեղ, որտեղ որ ոնց որ դու քո 10-12 տարին անցկացնում ես, հետո տեղից գնում ես, հետո ընկերներով, դասընկերներով ժամանակ առ ժամանակ հավաքվում եք ու հիշում եք, թե դուք ոնց եք միասնաբար պայքարում ինչ-որ մի համակարգի դեմ, որը ձեր դեմ էր։ Որտեղ սովորաբար ընկերներից հետ բան խոսում եմ, ասենք մենք իմ օրինակը մի քիչ այլ է, որտեղ ես ֆիզմատն եմ ավարտել ու կապը դպրոցի հետ մինչև հիմա էլ կա, ասենք ես ուրախ եմ, հպարտ եմ, որ ֆիզմատի շրջանավարտ եմ։ Բայց շատ անգամ լսում ես, ասում են, հա մենք միասին հավաքվեցինք, ասում եմ, օքեյ, միասին հավաքվեցիք 20 տարի հետո, 30 տարի հետո, բայց դպրոց գնացիք, ասում եմ, չէ, գնանք ինչ անենք։ Այդ օրինակ նույն Ամերիկայի օրինակը որ բերում ենք, մարդիկ կարող է իրար հետ չհավաքվեն, բայց Հարվարդ կգնան։ Homecoming-ը։ Հա։ Այդ տիրոջ զգացողությունը, տան զգացողությունը, քո պատկանելիության զգացողությունը ինքը կարևոր պետք է լինի։ Եվ դա լինում է այն ժամանակ, երբ որ դպրոցում դպրոցը եւ աշակերտները իրար հետ պատերազմի մեջ չեն, թե ով կհաղթի, այլ իրանք միասին նույն բանն են կերտում։ Իսկ մի քիչ որ ուրիշ թեմայից խոսանք, ինձ թվում է դրա մասին հաստատ կարդացել ես, տեսել ես, մտածել ես, որ դպրոցները ու համալսարանները դառնում են ռոպագանդայի գործիք։ Չգիտեմ, Ամերիկայում խոսում են այդ ոնց որ Իլոնն ասում woke mind virus-ը, Կորեայի օրինակը վերեցրի, որտեղ պետությունն ասում ինչ պետք է լինի, հիմա տեսնում ենք Ռուսաստանում ինչա կատարվում, մեր մոտ էլ փոփոխություններ լինում, ամեն տեղի անընդհատ դպրոցները, համալսարանները տարբեր ուժեր փորձում են սարքեն ռոպագանդայի ինչ-որ սեփական աջենդան շահերը սպասարկելու տեղ։ Իրականում հա, ստեղ ուղղակի շատ կարևոր է հասկանալ, ես կառանձնացնեի համալսարանը դպրոցից, որտեղ համալսարանում մենք ամեն դեպքում գործ ունենք չափահասների հետ, եւ չափահասները կարծիք ունենալու, իրենց կարծիքի տեր կանգնելու, հա, առաջ տանելու եւ այլն, այդ ազատությունը պիտի ունենան։ Եվ եթե մենք այն ինչ որ տեսնում ենք նույն Ամերիկայում հիմա, որ մարդիկ կարող են իրենց
համասարաններում, հա, իրենց կարծիքի համար խտրականության ենթարկվել, չասեմ այս կամ այն կողմից, հա, բայց ոնց որ ճիշտ ու սխալ կարծիք կարա ունենա համասարաններում, չեմ կարծում, որ դա լավագույն տարբերակն է, որովհետև երբ որ հատկապես համասարանում դու ազատ միտքը սահմանափակում ես, դժվար թե դու ուտեղից ինչ-որ բան կստանաս։ Երբ որ մենք խոսում ենք դպրոցների մասին, այստեղ միշտ այդ հարցը կա, իսկ որն է սահմանը դաստիարակության ու ռոպագանդայի։ Հիմա դու հայր ես, ունես 5 տարեկան երեխա։ Դու իրան ինչ-որ բաներ ասում ես, որ ասում ես սա լավ է կամ վատ է։ Չգիտեմ, ասում ես օրինակ մեծերին պետքա հարգել, աղջիկներին օրինակ չնեղացնել, ենթադրենք, չէ՞, ընդունված մեր բաներից եմ ասում, այն ինչ որ կա։ Հիմա դա Okay, լավ, ես եմ ասել ժամանակ։ Հիմա դա ռոպագանդա է թե դաստիարակություն։ Դե դժվար է ասել, օրինակ ինչ որ մեկը որ ասում է աղջիկներին չպետք է մեղադրես կամ մեծերին պետք է լսես, ինչ որ մեկը կարող է նաև որպես դաստիարակություն, ինչ որ մեկը կարող է ասել որպես ռոպագանդա։ Ես հələ թեթև բաներ վերցեցի, բարդ բաներից վերցնեմ։ Հարթ վերցնենք, հա։ Այն ինչ որ դպրոցում բանը կարա լինի։ Աստված կա թե չկա։ Ինչ բանա պատերազմ, ինչ բանա մահ։ Ցեղասպանություն ապրիլի 24-ը գալիս։ Երեխան հարց կարա տա ծնողին կամ դպրոցին։ Ցեղասպանությունը ի՞նչ է։ Ամեն ընտանիք ինքն է որոշում, որ պահին իր երեխային ոնց պատմի թե ինչա մահը, ծմեր պապին երբ կա, երբ չկա։ Հա, կամ ընդհանրապես ծմեր պապի գաղափարը կամ տոնածառի գաղափարը։ Ամեն մեր իրանն է բան, բայց երբ որ գալիս է սոցիումի մեջ, մեկ է դու ինչ որ բախվում ես, ուստեղ գալիս է այն հասարակական գրված կամ չգրված օրինակ։ Այդ խնդիրը, այդ հարցում, օրինակ ես կնոջս հետ այդ ծմեր պապի թեման ես վերջերս լուրջ թեմա դառավ մեր տանը, որտեղ ես կարծում եմ, որ ընդհանրապես փոքր տարեկից այն ինչ որ մենք համարում ենք ճիշտ է կամ սխալ է, պետք է երեխուն ասենք, կինս հակառակ կարծիքն է, որ դա սիրուն տոն է ու օքեյ է, որ երեխան դրան հավատա։ Հիմա ո՞րն է ճշմարտությունը։ Հիմա դա ռոպագանդա է թե չէ։ Դե ախր շատ անհատական է։ Ես օրինակ հավատում եմ, որ պետք չի, այն ինչ որ դու գիտես, որ ճիշտ չի, պետք չէ երեխուն են հավասար։ Okay, հիմա ճիշտը կամ ճիշտը չի, էլի տարբեր է։ Դե հա, ինչ որ մարդ հավատում է, որ Աստված չկա, ինչ որ մարդ հավատում է, որ կա։ Հիմա այն մարդը, որ հավատում է Աստված կա, ինքը երեխուն դպրոցում սովորացնում է, որ Աստված կա, իր համար դա նորմա է, այն մարդու համար, որ չգիտեմ, Դարվինի էվոլյուցիան է հավատում ու չի հավատում, որ գերբնական ինչ որ ուժեր կան, իր համար դա ռոպագանդա է։ Ապրիլի 24-ին ինչ որ ձևի պետք է արձագանքենք, թե ոչ, օրինակ։ Եթե ինձ եք հարցնում, իմ կարծիքով պարտադիր։ Ինչի, որովհետև դա տեղի ունեցել մեր ազգի հետ ու դա մեր պատմությունն է, մեր պատմության կարևոր մի մասն է։ Բայց մենք չենք բացառում, որ մեր ազգաբնակչության, ենթադրենք Հայաստանի վերցնեմ, դուրս չգնամ Սփյուռքով, 3 միլիոն մարդկանց մեջ կգտնվի մեկը, որ կասի, թե դա 100 տարի առաջ էր, եկեք պետք է էջը շրջել, անցնել առաջ։ Դե հա, հիմա դրա մասին բարձրաձայն խոսում ենք։ Հիմա ո՞րն է դրա ճշմարտությունը։ Հիմա այս մի տարբերակը վերցնես, հիմա դա ռոպագանդա է թե չէ, մյուսը վերցնես ռոպագանդա է թե չէ։ Կրթության բարդությունը նրա մեջ է, որ կրթությունը չի կարող լինել առանց որոշակի արժեքների, սկզբունքների, մոտեցումների, դոգմաների։ Երեխայի դաստիարակությունն է ծնողը տենց անում։ Հա, դա հենց ինչ որ արժեքներ քո համար դա ոնց որ կարևոր է ինքնության համար, բայց այդ նույն արժեքները ինչ որ մեկի համար ընկալվում է որպես ռոպագանդա։ Դպրոցի ամբողջ բարդությունը նրա մեջ է, որ անհատական մակարդակի վրա մեզ յուրաքանչյուրիս հնարավորություն տվել են թեկուզ մտքում ինքներս մեր հետ բանակցելու, վիճելու, ընտրելու, որն է մեր համար լավ, որը վատ, որն է ճիշտ, որը սխալ, բայց դպրոցում դու ոնց որ թե պետք է ինչ որ ընդհանուր բաների շուրջ պայմանավորության գաս։ Ցանկացած կրթական համակարգ դա անում է։ Ես այն ամենասկզբին որ կանք, որ ասացի ցանկացած պետություն ինչի է նաև այդ վերահսկողություն անում կրթության նկատմամբ, որովհետև յուրաքանչյուր կրթական համակարգի նպատակը տվյալ երկրի քաղաքացու ձևավորումն է, տվյալ երկրի քաղաքացու ձևավորումն է։ Բոլոր երկրներն են դա անում, մեծ թե փոքր։ Կարող է ինչ որտեղ ազատություն տան։ Օրինակի համար, չգիտեմ, Ամերիկայում կան հայկական դպրոցներ,
բայց հարց կարան, օրինակ եմր ինչ-որ մի բան ենթադրենք, որ Ամերիկայում բոլոր երկրները, բոլոր դպրոցները կլինեն հայկական։ Չէ, այսինքն կա ինչ-որ կրիտիկական սահման, որից հետո բան կլինի։ Նույն հայկական դպրոցներում կան բաներ, որոնք պարտադիր է, Ամերիկայի դրոշը պետք է լինի, հիմնը պետք է իմանաս, հա, օրենքները եւ այլն պետք է հարգես, տոները հարգես եւ այլն։ Հիմա դա ռոպագանդա է, թե դաստիարակություն է։ Ու խնդիրը նաև դրա մեջ է կայանում, երբ որ մենք փորձում ենք կրթությունը պայմանական ազատագրենք ճակերտավորելի ու ճակերտավոր ռոպագանդայից, ես չեմ ասում, ռոպագանդան հեսա կգամ դրան, իրական դա շատ վատ բան է, բայց խնդիրը այստեղ քննարկման մեջ սովորաբար գալիս է եզրը որոշելու մեջ, դաստիարակության ու ռոպագանդայի, որովհետև շատ անգամ մի բանը փոխարինում է մյուսով, ասում են, օքեյ, եկեք մենք այսա ռոպագանդա է, օրինակ համար նույն Աստծո բան է, երեխան կմեծանա կորոշի Աստված կա թե չկա, կամ ինքը ինչ հավատքի է, քրիստոնյա թե մուսուլման է։ Կարա դրան գա։ Մյուս կողմից մյուս ծնողը կարա ասի, չէ, բայց իմ ծնողական նաև իրավունքն է, որ ես երեխայից ճիշտն ու սխալը ասեմ, ու եթե ես գտնում եմ, որ օրինակի համար Աստված կա, ուրեմն ես դա կասեմ երեխային, եթե գտնում եմ հակառակը, ուրեմն կասեմ հակառակը, այդ իմ իրավունքն է որպես ծնողի։ Հիմա երկուսն էլ ռոպագանդայի մաս են։ Մեկը կարող է աթեիզմ քարոզի, մյուսը կարող է կրոն քարոզի։ Այստեղ ճշմարտությունը իրականում դրա մեջ է։ Ես հենց ասեմ, էլի ռոպագանդայի ու դաստիարակության հիմնական տարբերությունները անում, թե գործիքակազմը ոնց է դա իրականացվում։ Ինչ առումով։ Ինչքանով հիմա Ռուսաստանի օրինակը որ բերում եք, որովհետև գործընկերների հետ որ խոսում եք, շատ անգամ իրանք այդ բռիությամբ են բանանում։ Օրինակ համար մենք երբ որ դպրոց ստեղծում ենք, մենք ասում ենք մենք հայկական դպրոց ենք ստեղծում։ Մենք ստեղծում ենք հայկական դպրոց, որի նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձևավորումն է։ Դա մեր համար առաքելության մասն է։ Բայց դա ձեր պատկերացումներն են։ Մեր պատկերացում։ Եվ դրա համար նաև մեր պատկերացումների մասին մենք օրինակ անում ենք բաց դռներ, որը պարտադիր է, եթե մարդը չի մասնակցել, մենք դիմումներ չենք ընդունի դպրոց ընդունելու համար, որտեղ մենք պատմում ենք, թե որն է մեր պատկերացումը, որ եթե դուք հաշտ չեք այդ պատկերացման հետ, գտեք ուրիշ դպրոց, որի հետ հաշտ կլինեք, որտեղ դպրոցներն էլ են տարբեր։ Կա պետական քաղաքականության մաս, որը բոլորի համար պարտադիր է, չափորոշիչը, ինքը բավականին լայն է, հա, ինքը որոշ բաներ կա, օրինակ եմ ասում, դու չես կարող կրթությունը կազմակերպես այլ լեզվով պետք է լինի հայերեն, հա, ենթադրենք, ինչ որ սկզբունքներ եւ այլն մոտեցումներ, սահմաններ գծում է, բայց դու այնտեղ նաեւ բավականին ազատություն ունես շարժվելու, բայց ի վերջո նույն պետական չափորոշիչը Հայաստան Հանրապետության քաղաքացի է ձևավորում։ Տեսեք, փորձեմ օրինակով բան անեմ, էլի, որ այն բանի գալով, որ Չինաստանից, չգիտեմ, դուրս է գալիս չինական դպրոցից չինացի, անգլիական դպրոցից անգլիացի, հա, լիքը բաների մեջ դա կարելի։ Եթե կամ այբի օրինակով գամ, երբ որ մենք ասենք հայկական դպրոց ենք ուզում ստեղծենք, մեր մոտ հարցը հետեւյալն է, լավ, հիմա հայկական դպրոցը որ անում ենք ի՞նչ է կամ հայեր մեր ենք ասելու, դրա համար ինչ է նշանակում հայկական դպրոց։ Դες չի լինում։ Հիմա նույն Ռուսաստանի մեր գործընկերների օրինակը որ բերեցի, իրանք այդ բռիությունից մեկ-մեկ որ իրանց մոտ բան կա պատրիոտիզմ շկոլի որ մցրել են որպես ուղղություն, որ այդ պատրիոտիզմի տակ երեխայի կամքի կամ ցանկության նկատմամբ այդ բռնիության որոշակի էլեմենտներ կա, որտեղ մարդկանց մոտ դիմադրություն է սկսում առաջանալ։ Լավ, ու դրանից հետո լուրջ հարց է, ինքը դա Իրանն է ընդունում, թե իր համար դա դառնում ատելի մի բան։ Մենք կինոներում օրինակներ կա, չէ՞, նայում ես մարդի ինչ-որ միած լրիվ սխալ ճանապարհով գնացել է, հետո ասում ես կաթոլիկ դպրոց եմ ավարտել, հետո ասում անդեղ ճշտվածությունը այնքան է եղել, որ հետո ոնց որ լրիվ հակառակն ես փորձել անել։ Հա, ու դու չես կարող կամքին հակառակ կամ սիրո բացակայությամբ մարդու մեջ սեր սերմանես։ Այստեղ հիմնական խնդիրը դրանում է, դաստիարակությունը սիրո վրա է հիմնված։ Ռոպագանդան սիրո վրա հիմնված չի։ Ռոպագանդան շահի վրա է հիմնված։ Այսինքն, չգիտեմ, նույն եթե Աստծո թեման վերցնենք, եթե դու հավատացյալ ես, հավատում ես դրան ու սիրով դա փոխանցում ես քո երեխուն, այդ դեպքում դա դաստիարակություն է։ Թե քո երեխուն դա քո ընտրությունն է։ Բայց եթե հիմա եթե դպրոցում գանք, մենք ունենք տարբեր ազգերի երեխաներ։ Մենք ունենք եւ հավատացյալ եւ ոչ հավատացյալ երեխաներ։ Բայց դա օրինակ եթե հաշվար կա, չգիտեմ, պոլիտիկ ես, որ ասոբը չես հավատում Աստծուն կամ այդ արժեքներին, բայց հասկանում ես, որ դա դրա մասին խոսալով կամ դպրոցներում ինչ որ առումով դրա դնելով դու դրանից շահելու ես կամ քո կուսակցությունը,
Դա արդեն դառնում է ռոպագանդա։ Մի քիչ այդ մասը չբռնեցի։ Այո, օրինակ պոլիտիկներ կան, որ անընդհատ կրոնի մասին խոսում են, չէ, որտեվ չգիտեմ, իրանց ընտրազանգվածի 60%-ը 70, Հայաստանում չգիտեմ 90%-ից ավելը ասում են, որ քրիստոնյա են, դրա մասին ինքը պետքա խոսա, որ հաճոյանա այդ ընտրազանգվածին, չլնելով քրիստոնյա կամ չգիտեմ մուսուլման ու մնացած ամեն ինչը։ Ու երբ որ ինքը դա օգտագործում է սեփական շահին, դա ռոպագանդա չի դառնում։ Դա անվանում են բան, նախընտրական քարոզարշավ։ Հիմա մի քիչ պոլիտիկայի հետ չի խառնել, որտեղ դա մի քիչ ուրիշ բաներ է, էլի։ Այնտեղ եւ եթե պոպուլիզմով գնանք, պետք է նայես մասաների մեծամասնությունը ինչ ասում, դա էլ ասես, կամ հիմա նույն որ ասում են հայոց ցեղասպանության ճանաչումը, չգիտեմ, Ամերիկայի նախագահների կամ բանի կողմից, ու որ բարբերաբար ընտրություններից առաջ այս կամ այն տեխնացու խոստումը տալիս է, հետո չի դա էլի հիտրացակված ու ձայներ հավաքելու համար է, հետո գալիս է արդեն ազգային շահը եւ շահագրգռվածությունը կոնկրետ հարցերում, դրա համար դա անում է։ Ես կրթության մասով եթե նայենք, հիմա եթե գիտես ինչի համար եմ ասում, որովհետեւ դու նշեցիր, որ եթե սիրով է, դա դաստիարակություն է, եթե պարտադիր է ռոպագանդա է։ Ասածն է, որ նույն թեման կարող համ ռոպագանդա լինի, համ դաստիարակություն ունի, նայած ոնց ես դու համատուցում։ Հա, բայց նպատակը որն է։ Հիմա եթե դու օրինակ եմ, լավ, ես ասեմ, ես իմ երեխային ասում, տղա ջան, ասենք աղջիկներին մի նեղացրու։ Հիմա այդ ռոպագանդա է, չգիտեմ, սեքսիզմի արտահայտություն է, թե ուղղակի ես հավատում եմ, որ դա իրան կյանքում ավելի հեշտ կլինի, դա լավ կլինի ու դա սկզբունք է, որ ուզում եմ իր մոտ ձևավորվի։ Ու դա անում եմ, որտեղ իրեն սիրում եմ ու ուզում եմ, որ ինքը ավելի լավը լինի։ Նպատակը որն է։ Դու պետք է ասես։ Ես դրանով եմ ասում, որ սիրո եւ բանի, հա, տարբերությունը դա է։ Օրինակի համար նույն մեր դպրոցի օրինակով վերցնեմ, երբ որ ես ասում եի, որ մենք ասում ենք հայկական դպրոց, մենք Երևանակ ասում ենք լավ, իսկ որտեղ է դա Երևանում։ Հա, հայերենով կարած դասավանդես, բայց դրանից դպրոցը հայկական չի դառնում։ Վիլյամ Սարոյանը հայերեն չէր գրում, բայց ինքը հայեցի էր գրում։ Այսինքն դա լեզուն շատ կարևոր բան է, բայց դա միակը չի։ Ու մենք այն ժամանակ մեր մոտ գաղափար առաջացավ, ասենք եկեք հայկական բառերը դարձնենք դպրոցում որպես ընտրովի առարկա։ Գագիկ Կինկինոսյան գտանք։ Ասենք Գագիկ ջան, արի այդ արի հայկական բառերը դարձնենք որպես առարկա, այն ժամանակ մենակ ավագ դպրոցում էինք։ Հայկական բառը ինչ որ մեկը որ ասում է, դրանից մի երկու նախադասություն հետո Պարտադիր Գինոսյանը ազգանում միշտ ընջում է։ Հա, հիմա այդ մարդը այն արեց, որ չգիտեմ մեծ գործ արեց, մեծ գործ արեց։ Ինքը հիմա մեր հետ չի, բայց ինքը կա ու իր շարժումը ու իր ալիքները տարածած տեսնում ես ամեն օր։ Այս ափսոսում եմ, որ չհասցրեցինք զրուցենք, պայմանավորվել ենք, հետո չհասցրեցինք։ Մի խոսքով ասում եմ, ցավոտ կետերից մեկն է, բայց իր մասին միշտ հեշտ է խոսալը։ Հա։ Բայց ափսոս են մարդկանց, ովքեր իրեն չեն ճանաչում։ Գագիկին, որ ասացինք արի պարերը բերենք, Գագիկը եկավ դպրոց, առաջարկեցինք որպես ընտրովի պարեր, առաջի տարին 11 թվականին դպրոցը բացել ենք, ունենք 72 երեխա, ավագ դպրոցում առաջարկեցինք, ասացինք ընտրովի ովքեր են ուզում, կլոր թիվ գրանցվեց, ուղիղ 0։ Հա, այդպես Գագիկը ասաց, բաց ոչինչ ասում, 2 օր հետո համերգ կազմակերպեց, հրավիրեց երեխեքին, դրանից հետո մի մասը սկսեց պարել։ Հիմա, ասենց ասեմ, հիմա դպրոցի հայկական պարը դպրոցի ինքնության մասերից մեկն է բաղադրիչներից, հիմա նաև ուսուցիչների համար խմբակներ ունենք, դպրոցում կարող է ցանկացած պայքակ տեսնեք երեխեքը կամավոր պարում են եւ այլն, պետք է չի իրանց պարտադիր սարքել կամ բան, այսինքն ինքը արդեն որպես շարժում է, ինքը դարձել է ինքնության մի մաս, ինքը բնական է։ Իրենք ասենք, չգիտեմ, իրար ծնունդներին, կեֆերին, հա, եւ այլն կամ պարզապես հենց այնպես հավաքվում են ու պարում են, որովհետեւ դա իրենցն է։ Եվ Գագիկի ֆենոմենը հենց դա էր, այսինքն ինքը ինչ արեց, ինքը ասեց, խորհրդային միության տարիներին ինչ արեցին, վերցեցին ազգային պարերը, սարքեցին ժողովրդական պարեր, հանեցին բեմ, դարձեցին կատարյալ արվեստ, ասենք, երբ որ տեսնում եք բերդը ոնց է պարում, նայում ենք, ոգևորվում ենք, ուրախանում ենք, պարտանում ենք, բայց հաստատ չենք կրկնի։ Հաստատ իրար ծննդյան կամ հարսանիքի ժամանակ բերդ չենք պարի, էլի։ Ու դա դառնում է անհասանելի մի բան, հետո մենք սկսում ենք ինչ-որ հարսանիքներին ձև անել, թե հայկական ենք պարում։
Գինոսյանի ասածը հետևյալն էր, ասում է, բայց չէ որ այդ կենցաղից է եկել, ինչ որ մի հատ տատի իր թորան հարսանիքին ապարել է։ Եկեք այդ ուրեմն վերադարձնենք կենցաղ։ Ու երբ որ ինքը բնական է, ու դու ցույց ես տալի դրա գեղեցկությունը, ու դա վերադարձնում ես կենցաղ, մարդիկ հասկանում որ դա իրենցն է։ օրգանիկ է, օրգանիկ է, ու դա բնական է։ Ու պետք չի դրան պարտադրել կամ բանալ։ Ու դա այնքան լավ ստացվեց, որ առաջի պիլոտը մեր մոտ ոնց որ փորձարկեցինք, հասկացանք, որ դա այնքան լավ է, ասենք եկեք սա սարքենք առարկա ու տարածենք Հայաստանով մեկ։ Ու հիմա արդեն մոտ 40%-ում Հայաստանի դպրոցների ազգային պարը արդեն որպես առարկա մտել է։ Արդեն դա Պարի երկի եւ Պարի ակադեմիայի միջոցով, որի հիմնադիրներից մեկը հենց Գագիկն է, մյուսը IP հիմնադրամն է, այդ հիմա արդեն գնաց դպրոցներ։ Այսինքն սա հենց այն օրինակն է, երբ որ դա արվում է բնական ու դա արվում է որպես այդ սիրո փոխանցում, որպես քո ինքնության բացահայտում առանց բռնության։ Այն պահից, որ դու սկսես, չգիտեմ, բոլորին ասես, այ հիմա մենք պետքա պարենք, այ հիմա մենք պետքա, չգիտեմ, Արարատը կամ Արագածը սիրենք կամ էս սենց անենք, դա չի աշխատում։ Ու երեխաների մոտ դա շատ հստակ է աշխատում։ Այն էլի վերադառնում ենք մեր խոսակցության սկզբին, որ երեխաները շատ հստակ են ու պարզ են։ Իրանց մոտ ամեն ինչը շատ հստակ է, կեղծիք չկա։ Ու իրանք շատ հստակ այդ ամեն ինչը տեսնում են։ Բայց ոնց օրգանիկ անել առանց Դա դեպելու, ամենաբարդ հարցն է։ Բայց դրա ամենալուրջ բարդությունը գալիս է ոչ թե նրանում, թե ինչ է կատարվում դպրոցում, այլ նրանում, թե ինչի շուրջ է հասարակությունը պայմանավորվել։ Եվ այն, որ մեր մոտ հիմա խոսակցություններ կան այդ նույն, որ խոսում ենք ցեղասպանությունը, հիմա էջը շրջենք, թե շրջենք կամ ոնց դրան վերաբերվենք, հա, կամ այլ հարցեր, որոնք էլի վերաբերում են ինքնությանը, ու երբ որ ինչ որ բաներ, որոնք դու երբևէ հարց չես տալիս քեզ, դա լավ է թե վատ է, այլ դա տենց էր եւ դա նորմալ էր եւ դա կար, եւ դու դրա վրա կարողանում ես մնացածը կառուցել, դա հիմքն էր։ Երբ որ հիմա հիմքերի sense հարցականի տակ է սկսում դրվել, ամենաառաջի բանը, այդտեղ որ դժում է, դա կրթությունն է։ Որովհետեւ երեխան փնտրում է այդ ճշմարտությունը։ Բայց ճիշտ է հարցի տակ դնել, թե չդնելը։ Ես Արդյոք կարծում եմ, պետք է լինեն ինչ-որ բաներ, որ երբեք դրա այդ հարցի տակ այդ թեման չդնենք։ ես կարծում եմ, որ բաներ կա, որ չի կարելի դնել հարցի տակ։ Օրինակ ցեղասպանությունը, Ըստ իս այո, էլ ինչ, պատմությունը, պատմությունը, հա, այն ինչ որ քո պատմությունը գալիս է, քո պատմական ինքնության մասը որ կա, օրինակ համար չգիտեմ, նույն Արարատ, Արագած քննարկումները եւ այլն, հա։ Այսինքն, այսօր նույն ChatGPT-ին հարցնես, ասենք, հայերի բնորոշ ինչ բան կա, սիմվոլ կա կամ բան կա, առաջի բանը Արարատն է բերում։ Հա, ու երբեք ոչ ոք դրա շուրջ կասկածի տակ չի դնում կամ բան չի անում, եւ դա տարածքային նկարտումների մասին չի, դա քո պատկանելիության մասին է, հա, դա Նոյի հետ կապի ցույց տալու մասին է, դա աշխարհի սկզբի հետ է եւ այլն։ Դա նույն քրիստոնեության հետ է։ Այսինքն լիքը բաներ որ կա, դա ոնց որ մի բան է, որի վրա դու դա կառուցում ես։ Այդ քննադատական կամ քննադատ մտածելակերպ որ ասում են, ինքը լավ բան է, բայց էլի սահման կա, ամեն ինչը չես դնում կասկածի տակ, որտեղ այդ օվերտոնի պատուհանը բացելով դու ամեն ինչը կարաս քանդես։ Ու մարդուն կվերացնես։ Օրինակ հասարակություններ կան, որ օրինակ, չգիտեմ, եթե Twitter-ում ինչ որ ժամանակ անց եք ասում, թե չէ, ես սոցցանցեր չկամ։ Հեմիկվա X-ը։ Նենց հետաքրքիր է Ամերիկայում ու ամեն ինչ հարցի տակ է դրվում անընդհատ։ Այո, որտեղ տենց հեշտ է քանդելը։ Բայց մեկ այնտեղ աշխատող համակարգ կա։ Մեկը մնում է աշխարհի ամենահզոր երկիրը։ Հա, ու այդ հարցը, այդ նույնն էլի որ հիմա ասում ենք ամեն ինչը հարցականի տակ է դրվում։ Հարցականի տակ կարող է դրվի տարբեր մակարդակներում, որովհետեւ յուրաքանչյուր գուցե, չգիտեմ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, երբ որ դու ամեն ինչը հարցականի տակ ես դնում, դու մարդուն, ասած ասեմ, ցանկացած մարդու պետք է ինչ-որ ռեպերի տոճկաներ, որի վրա դու կոորդինատային առանցք է պետք, որի վրա դու կկարողանաս կառուցես ինչ-որ բան։ Երբ որ կոորդինատային համակարգը հանում ես, առանցքները հանում ես, հա դու դառնում ես քաոսի մեջ։ Քո համար ամեն ինչը դառնում է անորոշ, եթե դառնում է անորոշ, ուրեմն դու չունես մի բան հանու, որի պետքա պայքարել։ Երբ որ մենք խոսում ենք արժեք, արժեքը ինչ է։ Արժեքը առանց պայքարի գոյություն չունի։ Եթե դու մի բանի համար պատրաստ չես զոհությունների, ուրեմն ինքը արժեք չի։ Եթե մեկը ասում է, որ ազնվությունը իմ համար արժեք է,
Բայց հետո եթե պետքա կաշառքով հարցը հեշտ լուծի, ուրեմն արժեք չէր։ Արժեք չէ։ Այսինքն ու երբ որ մենք հիմա սկսում ենք ինչ-որ բաներ կասկածի տակ դնել, իսկ առաջի բաները որ սկսում են, ասենց ասեմ, ամենայն քանդողը, որ ամեն ինչը կառուցված է արժեքների վրա։ Երբ որ դու դրանք սկսում ես արանքից հանես, հիմքերը հանում ես, դե եթե արժեքը չկա, էլի չի ամեն ինչն է ինձ սահմանափակելու։ Իմ ցանկությունը, իմ կարողությունները, լավ, իմ փոքր բաբլը կգտնեմ, իմ նման մտածող մարդկանց, կկառուցեմ իմ աշխարհը, կկարդամ այն սոցմեդիաները, որոնք ինձ հետաքրքրում են, կհիմնավորվեմ իմ կարծիքի մեջ ու ես կլինեմ ստեղ այն մյուսը այնտեղ։ Բայց հիմա տենց չի դարար։ Հիմա տենց է, ու դա պարակված հասարակությունն է։ Բայց ես օրինակ չգիտեմ, նույն Ամերիկայում պետական մակարդակի վրա, ապարատների, ինստիտուտների մակարդակի վրա արդյոք օրինակ համար կասկածի տակ են դնում ինչ-որ բաներ, թե չէ։ Դե ինչ-որ մեկը գիծը պահում է։ Ինչ-որ արժեքներ անընդհատ ադմինիստրացիայից ադմինիստրացիա կարա փոխվի, բայց բաներ կա համոզված եմ չի փոխվում։ Դե օրինակի համար չգիտեմ, նույն ասենք հիմա եթե Եվրոպան նայես, ասենք նույն հետազոտությունով եթե գանք էլի նույն կրոնին, Եվրոպան, որը ոնց որ քրիստոնեության հիմքով է եւ իր իրավական համակարգը եւ մշակութային եւ այլն, հա, բայց հիմա որ նայում ես իրանք հավատացյալները շատ քիչ տեսակարար կշիռ են զբաղեցնում բնակչության մեջ, ընդ որում քրիստոնյաներն էլ շատ չեն հավատացյալների մեջ, հա, օրինակ որ նայում ես նույն, չգիտեմ, Իտալիայում վերցնես եկեղեցիների նկատմամբ որպես կառույցների նկատմամբ վերաբերմունքը ինչպիսին է, անկախ նայես դու հավատացյալ ես թե հավատացյալ չես, դա քո ինքնության, պատկանելության մի մասն է։ Դա իրանք հարկերը ունեն, որ բոլորը տալիս են, որ գնում է։ Բացի հարկը, նույնիսկ այն մարդը, որը ասենք ինքը իրան հավատացյալ չի համարում, երբևէ որևէ ասենք կրոնական ծեսերով չի շարժում եւ այլն, բայց ինքը ունի որոշակի երկյուղ, հա, այդ ինստիտուտի նկատմամբ, կամ չգիտեմ, այդ շինության նկատմամբ մեկը դրա մեջ ճարտարապետություն է տեսնում, մյուսը ինստիտուտ։ Դե ինչ որ հարգանք, որը քո պատմության մի մասն է։ Այո։ Հիմա դու չես դրում ամեն ինչը բեկար, չնայած դու ոնց որ տենց հավատացյալ բան չես, հա, մեծամասնությունը հավատացյալ չի։ Առանց դրա ուղղակի քանդվում է, երբ որ այդ բանը չկա, հիմքը չկա, եթե հիմքը չունես, ապագա էլ չես ունենա։ Բայց օրինակ կարող է հիմա շատ տենց ճիշտ բան չասեմ, բայց ես ինչ Հայաստան հիշում եմ, Հայաստանը միշտ ամեն ինչ կարելի է եղել։ Այն առումով, որ եթե փող ունես, ծանոթ ունես, ցանկացած շրջանում է լիքը մարդիկ կարել են ինչ որ ուզել են։ Ու շրջաններ կար, որ չգիտեմ, այն մարդիկ, որ ամենազուրկն էին մեր խոսած արժեքներից, իրանց շուրջը ամենաշատ մարդիկ են հավաքվում։ 2000-ականների սկզբին, նույնիսկ 90-ականների վերջին այդ տարիներին մի սփյուռքահայ գործարարի հետ է ծանոթ, որը Հայաստանում բիզնես էր սկսել, ու մի անգամ լրագրողներից մեկը հարցազրույց էր վերցնում ու հարցնում էր, դե դուք որպես սփյուռքահայ եկել եք այստեղ գործ եք անում, բա կաշառակերություն եւ այլն, դե ասես կաշառակերությունը վատ է, այս այն է եւ այլն, կաշառք կա, բան, sense կոռուպցիա բան բողոքեց։ Հետո որ բանը ավարտվեց, անցանց ավելի առանց խոսափողների խոսակցության, ասում բայց լավ չի որ կոռուպցիան կա։ Ինչ ուզում անում ես, ամեն ինչը փողով լուծում ես։ Այդտեղ Աֆրիկայի ես վերջերս մի հատ նախարար կար, չէ, որ կոռուպցիայի մասին տենց վայրալ էր գնաց ինտերնետում, ասում է կոռուպցիան շատ վատ է, եթե ես մեջ չկամ։ Դե մի անգամ բան է։ Կարեն Կարապետյան նոր որ վարչապետ դարձավ, ամերիկյան համալսարանում ուսանողների հետ հանդիպում կար, մի հատ աղջիկ կանգնեց, հարց տվեց, ասում է, պարոն Կարապետյան, կոռուպցիային ո՞նց եք վերաբերվում, ասում է, ձեր լեզվով ասեմ, ասում է, generally վատ են վերաբերվում։ It depends։ Ասում է, բայց ասում է, հայերը, ասում է, ոչ թե բանը, ասում է, ոչ թե դեմ են կոռուպցիային, ասում է, դեմ են, երբ որ իրանք այդ կոռուպցիային մասնակից չեն։ Ու այդ իրականում, ասես որ ասես, մտածեցի, դու նայես, մեջ է իրականում խորքային մի կա, որովհետև հա, ասենք շատերը ասես ոնց որ խոսում են ազնվությունից նայած նրանից, բայց երբ որ հետո, ասենք չգիտեմ, քեզանից նեղանում է, երբ որ դու կարաս մի բան անես ու չես անում, ասում բայ լիշ բարեկամություն, եթե դու կարայիր դա մի հատ զանգեր, էլի մի հատ զանգեր այդ հարցը լուծեիր։ Կարայիր աներ, բայց նախ ես կարծում եմ լիքը բան փոխվում է տարիների ընթացքում։ Մենք ի վերջո մի համակարգից հասարակական, հա, ասենք խորհրդային միությունից եկել ենք, անցել ենք եւ որպես պետություն մենք էլ դեռ շատ երիտասարդ պետություն ենք։ Ու սովորում ենք պետություն կառավարել, հասկանալ ինչն է լավ, ինչն է վատ ու փորձում ենք նաեւ կարծում եմ սովորել
անձնական շահը ընդհանուր շահից, հա, ու պետական շահից նաև տարանջատելու, որը կարծում եմ ժամանակ է պետք ասենք, ես օրինակ եթե հիշեմ տարիներ առաջ մարդիկ որ մի անգամ տենց էլի շրջանավարտների ոչ մեր դասարանի տենց ներկա եղել շրջանավարտներից հերթական հանդիպմանը ռեստորանում, որ մեկը կանգնեց ու կենաց խմեց, ասաց եկեք կենաց խմենք փողի, որտեղ ամենակարևոր բանը փողն է, փող ունես ընկեր ունես, փող չունես ընկեր չունես, ու գլուխ էր գովում, ինքն էլ բան էր, մաքսայինի աշխատող էր, գլուխ էր գովում, թե սա ինչքան փող է աշխատել շակերտներով, հա, ու մյուսները ասենց բան են անում, հա դե մալացեց բան, ու ասես նայում եմ, իմ համար ասես աբսուրդ է, էլի, այսինքն մարդը կոպիտ ասած հանցագործությունը այսօր գործել է, եկել այստեղ գլուխ է գովում, ու կողքից մյուսներն էլ ասում են դե ինչ շուստրի ճարպիկ տղա է, ճարպիկ տղա է, հա, կարում անում։ Հիմա օրինակ համար տես բան չեն անում, մարդիկ տես բանով հիմա չեն հպարտանում կամ կանեն թակում կանեն եւ այլն։ Այսինքն այդտեղ որոշակի բաներ փոխվում են, հա։ Այսինքն դրա համար ես կարծում եմ, որ ես պոզիտիվ եմ ամեն ինչին նայում, այդ մեկ-մեկ ասում են պեսիմիզմը փորձում եմ պեսիմիզմից հետ կանգնել, որովհետև ինձ ասում են ոնց է ստացվում, ասել որովհետև ամեն օր երեխաների հետ եմ շփվում, իրանց մոտ ամեն ինչը միշտ վառ է, պայծառ է ապագան ու հստակ է։ Դրա համար բան է, բայց կարծում եմ այդ դրական փոփոխությունները գնում է եւ այն չի որ մեր մոտ էլ ամեն ինչը այդպես վատ է կամ չգիտեմ, այդպես եթե կոռուպցիային գնանք ամեն ինչը այդպես լիքը տեղեր կա, որ դա հաղթարվում է, բայց այլի եմ ասում, խնդիրը դա կլինի այն ժամանակ, երբ որ դա դառնա արժեք։ Երբ որ մարդը հասկանա, որ էական չի, թե դու դրա դիմաց ինչքան պետք է վճարես, ուղղակի դա կարմիր գիծ է եւ վերջ։ Ես մեքենա շատ վաղուց եմ քշում։ Ու առաջ ոնց էր, առաջ ոստիկանությունը կանգնացնում էր, էլ ոչ բարևել, ոչ բարելուց 500 դրամ էր, չէ, ժամանակ էլի 500 դրամ էր, հետո դառավ 1000 դրամ։ Այսինքն ոչ իրանք էին ներկայանում հարցնում, ոչ դու էր բանանում, տենց էր կանգնացրել, եթե կանգնացրել, պետք է տայր ու գնայր, ու դրա համար ասած միշտ այնտեղ ասած այդ 500 դրամ կամ 1000 դրամ անցնել դրած մեքենայում կային։ Ու ես հիշում եմ իմ մոտ դա ոնց եղավ, ու չէր մտածում, այսինքն քշում ես, դե սովորական երևույթ է կանգնացրես, տալիս ես։ Նորմ էր, էլի, նորմ էր, բոլորի կողմից ընդունված։ Ու խնդիրը այն էր, որ ասենք ես նույնիսկ չէի մտածել դրա մասին, դա ինչ է։ Այսինքն դու չես ընկալում ընդհանրապես։ Ու տղաս երևի մի 3 տարեկան էր, 3-4 տարեկան, մանկապարտեզի երեխա էր, այրի 4։ Ու մեքենայում հետևը նստած էր, ոստիկանությունը կանգնացրեց, դե էլի ասած բանը վերցեցի, դրեցի գրպանս, գնացի որ մոտենա ոստիկանին։ Ու տեսնեմ, սենց տղես նայում է ինձ։ Ու ես սենց եկա մոտեցա ոստիկանին, ու այդ պահին տղայիս հայացքը տեսա։ Ու սենց ինչ որ մի բան միանգամից սենց ոնց որ ասացի, ես ինչ եմ անում։ Ու ծերս մցրեցի գրպանը, ոստիկանի հետ խոսեցի, ներողություն խնդրեցի, բան բացատրեց խախտում էի արել, չնայած չգիտեմ արել է թե չէ ինչքանով էր խախտում կամ բան, մի խոսքով ասեց ուշադիր եղի, մյուս անգամ բան եղի, բայց այդ վերջի պահն էր։ Դրանից հետո ես իմ համար սկզբունք դրեցի, ասի կապ չունի ինչ է, ես նույնիսկ չեմ քննարկում, ինչ գումար է կամ ոնց է, հա, ասենք հիմա էսա խախտում արել եմ կամ ներում են, բացատրում են, բանը որ զգուշացմամբ բրծնում ենք կամ, չգիտեմ, դու գանվում եմ։ Բայց երբեք չեմ գնում ոչ որ սակարկության կամ բանի, այսինքն սա իմ համար գծեցի կարմիր գիծ եւ այդ եղավ այս ժամանակ, երբ որ տղայիս աչքերը տեսա։ Հա։ Դες մի հատ պատմություն ընկերս ունի։ Ասում եմ միշտ ծխում պատոնից գցում էի դրա, չասի չէի մտածում։ Ասում եմ որ տենց գցում էի ծխեցի, գցեցի պատոնից, ասում եմ հետևից մի հատ մեքենա աղջիկ եկավ հավասարվեց ինձ, ասենց ամոթ չես անում։ Ասում եմ գետին ու մտա դրանից հետո ասենց սիրուն ջեբս եմ դնում։ Այդ բանը մի անգամ էլի 1000 տարի առաջ Պեսայս ընկերները բանը Գերմանիայից քշելով 3 հատ մեքենա են բերել, մեկի վարորդը հայ էր, մյուսինը ռուս էր, մյուսինը գերմանացի էր, քշելով բերել էին։ Այդ մեքենաները եկան, ասենց հայ մեքենան բացում ես մաքուր, ռուսինը մաքուր, գերմանացունը կեղտի մեջ կորած։ Ասես նայում են, ասում են դու խոս չես, էս ինչ է էլի։ Բայց հետո ասես պետք է նայեմ, մտածում մի րոպե, մարդիկ օրերով ճանապարհ են եկել։ Գերմանացին դե ապրել են մեքենայով, ասում են ինչ կերել է, ինչ ծխել է, մեքենա մեջ դրած է։ Մյուսները հավանաբար պատուհանից դուրս է թռել, էլի։ Հա, չէ, իրականությունը կարող է քիչ խափուսի կլինի։
Դե հիմա չգիտեմ, բայց օրինակ այդ բաներով ու երբ որ արտասահմանցիներից շփվում ես, այդ օրինակ շատ են ֆիքսում, օրինակ այդ նույն աղտոտվածությունը, որ մենք սենց կենասներ խմում ենք մեր երկրի համար, բայց նայում ես ոնց ենք վերաբերվում։ Մեր երեխաները շաբաթօրյակ էին կազմակերպել, սենց դպրոցից դեպի Թբիլիսյան խճողի գնացող ճանապարհը մաքրում են։ Մի քիչ չենք նախատեսել, մի բեռնատարի չափ աղբ հավաքեցին ու հասկացանք, որ այդքան մի ձև պետքա տեղափոխենք ու քաղաքապետարանի հետ կապեցին խայտարակ վիճակում մինչև այսօր։ Քաղաքապետարանին կանչեցինք, բեռնատարը եկավ, հետո ասին սպասում են, որ մի հատ տրակտոր գա, որպեսզի այդ ամենը բարձեն։ Մեր բեռնատարը վարորդը միջև սպասում, մի ժամ սպասում, միջև տրակտորը գա, ծխում է, պապիրոսը գցում պատուանից։ Հետո խոսում, ասում, բայց ի՞նչ ես էլի, ասում, բա ի՞նչ անեմ, ասում, ներսը բան չունես, ներսը գցի։ Ասիկ դու եկել ես երեխաների հավաքած աղբը հավաքելու։ Ու դու հիմա ստա կանգնած ես, եկել ես շաբաթօրյակի հավաքած աղբը, ու դու դուրս ես գցում։ Էտա։ Իսկ հիմա պետության հետ հարաբերությունները ոնց է դպրոցի, դատական գործերը բրծավ լրիվ։ Ну, դատական գործերը դպրոցի հետ չէր, հիմնադրամի, հա։ Հա, այս ժամանակ գործը հարուցվեց քրեական հոդվածը չեմ հիշում, տենց բանի յուրացման հետ կապված թե ինչ 8.5 միլիոն դրամի ոնց որ։ Հա, նույնիսկ քննիչ այդ հարցը որ տալիս էր, ասում էր այսքան 8.5 միլիոն, բան սենց։ Դրամ թե դոլար։ Դրամ։ Ի վերջո գործը կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով, ինչ որ մենք եւ ակնկալում էր հիմնադրամը։ Իսկ ազդեցություն ունեցավ հիմնադրամի անունի վրա։ Այն առաջի հարցին կյանք որ ասում ծնողներ կան որ լավ են ասում եւ ծնողներ կան որ վատ, ասում կարեւորը որ չեզոքներ չկան, բերեց երևի թե նրան որ այբի մասին շատերը իմացան, ունենք մարդիկ ովքեր հստակ դրական են տրամադրված եւ հստակ բացասական, բայց չեզոքներն են նվազել։ Այդ տեսանկյունից կարծում ենք լավ էր։ Ինքը իրականում շատ լավ նաեւ ազդեցություն ունեցավ երկարաժամկետի մեջ, որովհետեւ եւ եթե նայենք ընդունելության ցուցանիշներով ընդունելության մրցույթները մեծացան մեկ տեղին դիմորդ մարդկանց, բարերարների թիվը շատացավ, չնայած ունեցանք բարերարներ, ովքեր հետ քաշվեցին, բայց նաև ունեցանք շատ բարերարներ, որոնք ավելի վստահ սկսեցին նվիրատվություններ անելով, հասկանալով, որ ճիշտ գործի մեջ են նվիրաբերություն անում։ Նայեք, այդ տեսանկյունից մենք շատ հանգիստ ենք, մի անգամ հարկային ստուգում էինք անցնում, սպրիստրաստիա 4 հոգով էին եկել, նաև Ֆիննախից վերահսկողություն եկար, ու այս հարկային տեսուչը որ ստուգում է, ասում է ինչ-որ շատ հանգիստ ես, ասում հա դե ձեզանից ավելի բետար ստուգողներ կան, ասում մի տեսակ նեղվեց, ասեց այդ ովքեր են, ասի դե նայեք, դուք պետք է ասում սխալը գտնեք, այդ սխալը ապացուցեք, ես է պետք է հələ գնամ դատարանում, մի հատ էլ այդտեղ փորձեմ պաշտպանեմ, մի հատ է պարտվեմ, ու որ հետո այդ սխալը արձանագրվի։ Ասում եմ, իսկ բարերարներին իրանք չեն գնալու ապացուցման բանը։ Բարերարին կասկածը հերիք է։ Մենք այնպես ենք աշխատում, որպեսզի բարերարի մոտ կասկած չառաջանա, ոչ թե սխալ լինի։ Դա համար մեր մոտ համակարգերը այնպես է կառուցված, որպեսզի ի սկզբանե բարերարի մոտ կասկած չլինի։ Ու դրա համար երբ որ ասացին այբում, չգիտեմ, այս ինչը կարա լինի կամ ինչ, այնտեղ այնքան մեխանիզմներ ա դրված այդ թվում ֆինանսական վերահսկողության եւ մնացած ամեն ինչի հետ կապված, հա, գործընթացները այնպես են կառուցված, որ տենց բաները մեր համար բացարձակ անընդունելի են եւ որևէ ձևով մեխանիզմներն էլ այնպես արված, որպեսզի դրանք նվազագույնի հասցվեն ու եթե ինչ որ դեպքեր տեղի կարան ունենան, ոչ համակարգային, հա, որտեղ անհատական ֆակտորը կարա լինի, բայց դրանք շատ խիստ ենք վերաբերվում։ Հասկացա։ Օրինակ ինչը վերաբերում է գողությանը, մեր մոտ դպրոցում գիտեն, ասեն մենք եւ աշխատակիցներ, օրինակ հատկապես աշխատակիցները, որոնք ինչ որ դոստուպ ունեն ռեսուրսների, որտեղ կա ռիսկայնություն, իրանց հետ նաեւ հարցազրույցների ժամանակ ես էլ եմ ասում, որ օրինակ նայեք, այդտեղ մեզանից մարդկայնություն չսպասեք, եթե հանգարց գողության դեպք եղավ, մենք դրա մասին ոչ թե լռելու ենք, դրա մասին բացահայտ ենք ասելու։ Ոչ թե որ չարն ենք ուզում եք ձեզ վատություն պատճառենք, որովհետեւ բոլորը պետք է իմանան, որ այբում դրա դեմ մենք շատ կտրուկ ենք վերաբերվում։ Դա։ Եվ մենք ունեցել ենք աշխատակիցներ, որին հեռացրել ենք հենց գողությանը, մեծ գողություններ էլ չէին, բայց մենակ այդ երևույթի համար իրենք հեռացվել են ու դրա մասին բոլորին իմացել են։ Այսինքն ինքը դա էլի եմ ասում, դպրոցում
դպրոցը մոխրագույն չի կարա լինի։ Ինքը շատ հստակ պետք է լինի։ Հմ։ Բոլոր գործողությունները։ Իսկ տարեկան բյուջեն ինչքան է դպրոցի։ Մոտ 1.5 միլիարդ։ Հա։ Համարը $4 միլիոն։ Հա, համարը, հա, եթե դոլարով նայենք, հա։ Դոլարով ավելի հեշտ է։ Չգիտեմ բյուջեն դրամով ենք հաշվում։ Դե մարքանց համար մինչև այսօր օրինակ Այդ օպերացիոն բյուջեի մասին է խոսքը։ հա, հասկացա։ Բայց Հիմա եթե կապեքսը չկա, որովհետև ներդրումները այլ բյուջեով ա գրում, իրենք ավելի շատ է։ Հիմա օրինակ շենքերի նոր շենք ենք նախագծում, նոր ավագ դպրոցի մասնաշենք ենք սարքում։ Հիմա հենց նախագծման փուլի մեջ ենք, ինքը կլինի շատ ավելի մեծ, քան բոլոր մեր մասնաշենքերը հիմա որ կան, եւ նոր ավագ դպրոց ենք կառուցում։ Եվ ինչի ավագ դպրոց, օրինակ մեր մոտ անցած տարի ուսանողների թիվը աճի ուսանողների թիվը եւ այն ուսանողների թիվը, ովքեր սովորում են բարերարների աջակցությամբ։ Հա։ Այսինքն տեսեք, օրինակ մեր մոտ անցած տարի, այս վերջի տարիներին հատկապես առաջի դասերան դիմորդների թիվը շատ մեծ է։ Մի տեղի 6-11 հոգի դիմորդ ենք ունենում մեկ տեղի համար։ Ու առաջի դասարան մենք ունենք ֆինանսական աջակցության համակարգ, դա ծնողներն են վճարում երեխայի կրթության համար կամ իրենք են գտնում բարերարներ, այդպիսի տարբերակներ էլ ունենք բազմաթիվ։ Ու ոնց որ ստացվում է, հա դե եթե ցանկություն կա, կարաս դասարան բացես, լրացուցիչ վերցնես։ Բայց մեր համար կարևոր է, որ ավագ դպրոցը մշտապես առնվազն կրկնակի ավելի մեծ լինի, քան միջին դպրոցը, որ այնպես չլինի, որ ծնողները, ովքեր վիճակի են իրենց երեխաների համար վճարել ցածր դասարաններում, իրենք գան ու ընդունվեն ավագ դպրոց ու տեղերը լրացնեն։ Մեզ պետք է, որպեսզի դրսի երեխաները ու ծնողները ի վիճակի չեն եղել ներքևում վճարելու, հա, կրթության համար իրենք կարողանան գան, ընդունվեն մրցույթով եւ ֆինանսական աջակցության շնորհիվ դպրոցում սովորեն։ Ու դրա համար ներքևը մեծացնելու համար մեր որոշումը հետեւյալն է, որ պետք է նոր ավագ դպրոց կառուցել, որ կրկնապատկել ավագ դպրոցում երեխաների թիվը, որ հետո կարողանանք ներքև մի դասարան ավել վերցնել։ Դա համար հիմա որպեսզի մենք մի հատ ավելյալ առաջի դասարան կարողանանք ընդունենք, մենք հիմա 20 միլիոն եվրոյի ծրագրի տակ ենք մտել, որ նոր ավագ դպրոցը կառուցենք, որը մոտ 10,000 քառակուսի մետր է ստացվում։ 20 միլիոն եվրո։ Հա, մոտ արդեն ծրագիրը մոտ այդքան է։ Երբ պատրաստ կլինի։ Նախագիծը պատրաստ կլինի մոտ 1 տարուց։ Մենք երբ որ այվը ստեղծում էինք, մենք ասում էինք ապագայի դպրոց ենք ստեղծում եւ ճարտարապետության մեջ այդ թվում բավականին գաղափարախոսություն ենք դրել, որովհետեւ համարում ենք, որ կրթության հենց շենքը միջավայրը ինքը կրթության մասնակիցներից մեկն է։ Այնտեղ չկա, պարզապես չգիտեմ, հենց այնպես ընտրված գույն կամ տարածք, ամեն ինչը եւս պետք է կրթությանը նպաստի։ Եվ մենք սովորաբար կրթությունը ոնց է լինում, կրթությունը չէ, հա, սովորաբար ճարտարապետի աշխատանք կամ շինարարների ոնց է լինում, ճարտարապետը մի բան գծում են, շինարարները իրականացնում են, հետո մարդը գալիս է, սկսում է այդտեղ ապրեցնել։ Մենք գնացինք հակառակից, մենք մշակեցինք մեր կրթական փիլիսոփայությունը, հետո ճարտարապետին ասենք, դե սա հիմա այդ բետոնի մեջ արտացոլենք։ Այսինքն երբ որ մենք ասում ենք, որ դպրոց մտնելուց մարդը պետք է հասկանա, որ ապագան իր ձեռքերում է, որ հավասարի հետ շփում կա, որ սխալվելը նորմալ է, որ չգիտեմ, ազատություն կա, թափանցիկություն կա եւ այլն, ու այդ ամենը արտացոլվեց լիքը բաների մեջ, սկսած չգիտեմ, զանգ չլինելուց, միջև ընդհանուր օգտագործման տարածքներ, թափանցիկ տնօրենի սենյակ, սղարան, որը երկրորդ հարկից իջնում առաջի հարկ, հա, եւ այլն, եւ այլն, այդ ամենը ոչ թե թիթիզությունից եկավ, այլ եկավ հենց այդ արժեքները կերտելու ցանկությունից։ Ու մենք երբ որ առաջի դպրոցը ստեղծում էինք, մենք այդ մեր պատկերացումները ոնց որ թղթին հանձնելու համար նաև MIT կամպուսի հեղինակի հետ, Bill Mitchell-ի հետ, նաև դիզայն շարետ արեցինք հենց MIT-ում, որը մեր հետ մի քանի օր աշխատանք էր տանում, փորձելով մեր գաղափարների վերջո թղթին հանձնել ու հասկանալ, թե մեր համար ինչն է կարևոր, ինչի շուրջ պետք է հավաքվենք եւ ինչն է կրթության եւ դպրոցի սիրտը եւ այլն։ Ու երբ որ այս առաջի մասնաշենքերը արեցինք, ինչ որ բանը աշխատեց, հետո մյուս մասնաշենքում մի բանը ավելի կատարելագործեցինք, ու այն ժամանակ երբ որ անում էինք, նոր մոտեցում էինք դնում կրթության մեջ եւ ի ուրախություն մեզ շատ բաներ իրանք տեղ գտան եւ այլ դպրոցներ Հայաստանում օգտագործվեց եւ օրինակ հիմա Ռուսաստանում դպրոցների նորմատիվները փոխեցին նաև ու երկու բան վերցեցին մեր օրինակով ու հիմնավորումը եկավ մեր մոտից իրանց նորմատիվների փոփոխության մեջ։ Այսինքն այդ օրինակը սկսած տարածվել, օրինակ մեր հիմա գործող մասնաշենքերից մեկը ինքը նաև ճարտարապետական մի քանի միջազգային մրցանակ շահեց։
Բայց այն ինչ որ մենք այն ժամանակ ասում ենք ապագայի դպրոց ենք ստեղծում, նաև շենքի տեսանկյունից, հիմա արդեն ապագայինը չի, ներկայինն է, ու հիմա մեր նպատակը այ նոր ավագ դպրոցի կրթության մեջ նոր շունչ բերել, նոր մոտեցում, նոր գաղափարներ բերել ու ոչ թե պարզապես Հայաստանի համար, այլ աշխարհի մակարդակով ամբիցիան տենց ենք դրել ու դրա համար նաև ասացինք, որ այս շենքը, որը նախագծել ենք, պետք է անենք ոչ միայն մեր ստորակետ ճարտարապետական արվեստանոցի հետ, որի հետ բոլոր մասնաշենքերում մեր կամպուսն ենք նախագծել իրականացրել, այլ նաև միջազգային ճարտարապետներ գրավելով ու հիմա գլխավոր ճարտարապետը ընտրել ենք դանիական BIG ընկերությունը, որը այսօր աշխարհահռչակ ամենահայտնի կազմակերպություններից մեկն է, ու նաև ուրախ ենք, որ մեր եւ իրենց մոտեցումները միջավայրների ձևավորման շատ համահունչ են ու անշուշտ ստորակետ էլի որպես պատասխանատու ճարտարապետ մեր local executive ճարտարապետ այստեղ կա ու էլի նման աշխատանք մեծ կատարվեց իրենց կողմից ծնողների, աշակերտների, շրջանավարտների, ուսուցիչների հետ հարցումների միջոցով այդ ապագայի դպրոցը պատկերացնելու։ Եվ հիմա այդ բոլոր գաղափարները հավաքված հիմա արդեն վիզուալ տեսք ունենք, հիմա արդեն նախագծման աշխատանքներն են գնում։ Իսկ քեզ ինչն է ոգևորում Դավիթ ջան։ Դե այսքանը որ պատմի ոգևորության մասին, ոնց որ թե մնացածը դե չգիտեմ։ Ես գտնում եմ, որ ոչ առևտրային կազմակերպությունում, եթե լիդերան կան, մարդիկ աշխատում են, եթե դու բիզնեսում կարաս, ասենց ասեմ, չհավատաս նրան ինչով որ բիզնեսը զբաղվում է կամ քոնը չհամար ես, օրինակ դու կարաս աշխատես ծխախոտի գործանում, բայց գտնես, որ ծխելը քո համար լավ չի։ Հա։ Այդպես է, նորմալ կարա լինի, բայց ես կարծում եմ ոչ առևտրային կազմակերպություններում չի կարա մարդ աշխատի միտեղ, որի առաքելությանը չի հավատում։ Որտեղ այդ ներքին կոնֆլիկտ է, դու չես կարող գաս աշխատանքի, գումար ստանաս մի բանի համար, որ գտնում ես, որ դու սխալ գործ ես անում։ Հա։ Որտեղ դա առաքելություն է։ Այս տեսանկյունից այն ինչ որ IB առաքելությունը դա նաև իմ երևի թե անձնական առաքելություններից մեկն է։ Իսկ եթե կոնկրետ ինչն է ոգևորում, ելի է նույն բանին կամ երեխաների աչքերը։ Որ գալիս ես դպրոց, երեխեքի աչքերը տեսնում ես, ապական դառնում է պարզ, շատ լավ, պոզիտիվ։ Այս վերջերս հատկապես բանից հետո, ինքնություն եւ արժեքներ հաղորդումից հետո։ Հա։ Այն որ դու բան արեցիր, մի հատ հարց հնչեց դահլիճից, բա ոնց մեզ այդ սոցիալական ցանցերում թե ինչ կառավարենք, թե ինչ անենք, դե սոցցանցերում չկան։ Մենակ Instagram կան, որովհետև տղաս լուսանկարիչ է մեկ մտա, որպեսզի իրան հետևեմ, ինքն թարգեց այնտեղ պոստեր դնելու, դες մնացի։ Դե մեկ նորություններին էլ էին հետևում, ինչ-որ Telegram ալիքներով, բաներով, բայց հենց այդտեղ, ես որ դու ասացիր, բանը պետքա բարթացնել հեռախոսից օրինակ ջնջել, հենց տեղում ջնջեցի ու կյանքս լիքը հեշտացավ։ Հիմա նորություններ չեմ նայում, սոցցանցեր չունեմ, հեռախոսս օգտագործում որպես հեռախոս։ Այդ ինձ է օգնած այդ ծրագրերը հեռախոսի։ Ու հատկապես որ մի հատ է sense երեխեքի հետ է առավոտից իրիկուն, ամիջ շատ լավ։